Նա կարծում էր, որ դա պարզապես մեկ աշխատանք կլինի, բայց առաջին հայացքից հասկացավ, որ այդ տղամարդու մեջ պարզ ոչինչ չկա։ Նա, սովոր լինելով հաճեցնելու համար ձավորված կանանց, չգիտի, թե ինչպես վարվել այդ աղջկա հետ, քաղցած աչքերով անզուսպ հոգով։ Երկուսն էլ զգացնում են, թե դա պարզապես աշխատանք է, բայց ցանկությունը լուռ աճում է, կոպիտ, արգելված, անխուսափելի։ Եվ երբ լույսերը մարում են, միակ ձայնը, որը մնում է, հասպար շնչառությունն է, որը փորձում է թաքցնել արդեն իսկ ակնհայտը։ Եթե այս պատմությունը ձեզ դուր եկավ, բաժանորդագրվեք մեր ալիքին, կիսվեք սիրելի մարդկանց հետ։ Հիշեք մեզ ասել, թե որտեղից եք դիտում։ Արը դեռ նոր էր ծագել, երբ Լիլիթ Գորգյանն արդեն ոտքի էր կանգնած։ Մուգ մազերը հասարակ հանգույցով հավաքած շագանակագույն աչքերով, որոնք պայքարի պատմություններ էին պատմում, նա երիցուկի թեյ էր պատրաստում մոր, տիկին Սիրանուշի համար, ով անդադար հազում էր հարան սենյակում։ Երանի ծայրամասում գտնվող փոքրիկ տունը, իր կեղտոտված պատերով տանիքով, որը թույլ էր տալիս ուժեղ անձրների ջրին ներս թափանցել, այն ամենն էր, ինչ նրանք ունեին։ Մայրիկ, դեղի ժամն է, ասաց նա, մտնելով համեստ սենյակ, որտեղ հանգստանում էր տիկին Սիրանուշը։ Քնքուշ դեմքով, վաղաժամ կնճիռներով նշմարված կինը դժվարությամբ ժպտաց։ Աղջիկս, դու պետք է հանգստանաս։ Կրկին լավ չես քնել, չէ՞։ Լիլիթը ժպիտով թաքցրեց իր հոգնածությունը։ 22 տարեկանում նա իր ուսերին էր կրում այն պատասխանատվությունը, որը կյանքը դրել էր նրա վրա 15 տարեկանից, երբ մորը ախտորոշվել էր թոքերի քրոնիկ հիվանդություն։ Նա թողեց ավագ դպրոցի երկրորդ տարվա ուսումը, 2 աշխատանքում աշխատելու համար։ Առավոտյան, պարոն Անդրանիկի հացատանը, իսկ կեսօրին պատահական մաքրություններ անելով։ Պետք է գնամ, մայրիկ։ 3 անցա դեղատուն, դեղերը բաժանված են կապույտ տուփում։ Տիկինն ունեն կեսօրից հետո կգա քեզ տեսնելու։ Տիկին Սիրանուշը գլխով արեց, նրա աչքերը լի էին հպարտության մեղքի խառնուրդով, աղջկանից այդքան կախված լինելու համար։ Լիլիթը համբուրեց նրա ճակատը, շտապ դուրս եկավ։ Ժամացույցը ցույց էր տալիս 5:30, նա պետք է ժամը 6:00-ին հացատանը լիներ։ Երանի երկինքը սկսում էր պայծառանալ, երբ Լիլիթը հեծանիվով շրջում էր դեռս ամայի փողոցներով։ Ծովի քամին, նույնիսկ հեռվից, աղի հոտ էր բերում, որը խառնվում էր թարմ հացի բույրին, երբ նա հասավ հացատուն։ Բարի առավոտ, պարոն Անդրանիկ։ Մոխրագույն մազերով արդեն քրտնած գոգնոցով տղամարդը ժպտաց նրան։ Բարի առավոտ, աղջիկս։ Մարիամն այսօր չի գա, երեխան հիվանդ է։ Ստիպված կլինես մենակ մնալ վաճառասեղանի մոտ։ Լիլիթը գլխով արեց։ Դա նշանակում էր ավելի շատ աշխատանք, բայց նա նշանակում էր, որ նա կարող էր օրվա մնացորդները տուն տանել։ Նա հագավ գոգնոցը, սկսեց հացերը դասավորել ցուցափեղկերում, մտածելով ամսվա հաշիվների մասին։ Ուշացած վարձավճար, թանկ դեղորայք, գրեթե դատարկ սառնարան։ Առավոտյան եռուզեռի ժամանակ էր, որ նա պատահաբար լսեց 2 հաճախորդի, որոնք խոսում էին քաղցրավենիք ընտրելիս։ Ասում են, որ շատ լավ է վճարում, բայց ոչ ոք երկար չի կարողանում մնալ այնտեղ։ Արդեն երրորդն է, որ 1 տարուց էլ քիչ ժամանակում հեռանում է։ Ով կցանկանա աշխատել այդքան կոպիտ տղամարդու համար։ Հարուստ, գեղեցիկ, բայց կարծես սրտի փոխարեն քարեր ունի այն օրվանից, երբ այն հարսնացուն խաբեց նրան։ Լիլիթը չկարողացավ զսպել իրեն։ Կներեք, բայց խոսում եք որևէ աշխատանքի մասին։ Կանայք նայեցին միմյանց, զարմացած միջամտությունից։ Դա Գորգ Մինասյանի առանձնատանն է, այնտեղ, Դավթաշենի բարձունքներում։ Նրանք նոր աշխատող են փնտրում, պատասխանեց ավագը, Լիլիթին գլխից մինչ ոտք ուսումնասիրելով։ Բայց կարծում եմ, դա ցանկացածի համար չէ։ Լիլիթը կուլ տվեց իր հպարտությունը։ Գիտեք, թե ինչպես կարող եմ դիմել։ 15 րոպե անց Լիլիթը մի թղթի կտորի վրա գրված անուն հասցե ուներ։ Գորգ Մինասյանը, տեխնոլոգիական ոլորտի գործարարը, ով 34 տարեկանում արդեն կայսրություն էր կառուցել։ Նրա առանձնատունը Դավթաշենի բարձունքներում գրեթե լեգենդ էր երանում, ապակե քարե պալատ, ծովի տեսարանով։ Երբ հացատանը նրա հերթափոխն ավարտվեց, Լիլիթը որոշեց փորձել իր բախտը։ Օրվա մաքրությունների գնալու փոխարեն, նա 2 ավտոբուս նստեց մինչ հարուստ թաղամաս, որտեղ գտնվում էր առանձնատունը։ Ամեն կիլոմետրի հետ, երբ ավտոբուսը առաջ էր շարժվում, տները մեծանում էին, իսկ պատերը ավելի բարձրանում։ Մինասյանների առանձնատան դոմոֆոնը սպառնալից թվաց։ Լիլիթը խորը շունչ քաշեց, նախքան կոճակը սեղմելը։ Այո, պատասխանեց մի կանացի, սառը կտրուկ ձայն։
Բարի երեկո։ Իմ անունը Լիլիթ Գորգյան է։ Եկել եմ աշխատանքի հայտարարության համար։ Կարճ լռություն տիրեց։ Ո՞վ է ձեզ ուղղորդել։ Լսել եմ հացատանը, որտեղ աշխատում եմ։ Մեկ այլ լռություն։ Մտեք։ Ձախ կողմի դարպասը։ Էլեկտրոնային դարպասը անաղմուկ սահեց, բացահայտելով անթերի այգի, կայսերական արմավենիներով կատարյալ խոտածածկերով։ Լիլիթը զգաց, թե ինչպես է սիրտը արագանում, երբ նա բարձրանում էր մարմարե սանդուղքը, որը տանում էր դեպի գլխավոր մուտք։ Նրան դիմավորեց միջին տարիքի կին, մոխրագույն մազերը խիստ հանգույցով հավաքած անթերի համազգեստով։ Ես Սոնա Վարդանյանն եմ, Մինասյանների տան տնային կառավարիչը։ Նրա մոխրագույն աչքերը Լիլիթին ուսումնասիրեցին, կարծես ապրանք էր գնահատում։ Ինքնակենսագրություն ունեք։ Լիլիթը զգաց, թե ինչպես է դեմքը այրվում։ Ոչ, տիկին։ Ես ուղիղ իմ մյուս աշխատանքից եմ եկել։ Սոնան բարձրացրեց հոնքերը։ Նախկին փորձ բարձրակարգ տներում։ Ես մաքրություններ եմ անում կենտրոնի որոշ բնակարաններում, 3 տարի է հացատանը եմ աշխատում։ Տնային կառավարիչը ժպտաց, բայց ժպիտը չհասավ աչքերին։ Դե, սովորաբար ես հենց հիմա կազատեի ձեզ։ Բայց մենք հուսահատ ենք, պարոն Մինասյանը հաջորդ շաբաթ կարևոր միջոցառում ունի։ Լիլիթը հույսի կայծ զգաց։ Աշխատավարձը նվազագույնի 3 անգամն է, կիրակի օրերին հանգստի օրով չորեքշաբթի օրերին, 1 այո, 1 ոչ։ Դուք կապրեք այստեղ, աշխատակազմի կացարանում։ Կան խիստ կանոններ։ Ոչ մի այցելություն, ոչ մի դուրս գալ ժամը 22:00-ից հետո, առանց նախնական թույլտվության, համազգեստը միշտ անթերի պետք է լինի։ Այնտեղ ապրելը կնշանակեր թողնել մորը։ Բայց աշխատավարձը այդ գումարով նա կարող էր մեկին վճարել տիկին Սիրանուշին խնամելու համար, ավելի լավ տեղ վարձել, թանկ դեղորայք գնել։ Երբ կարող եմ սկսել, հարցրեց Լիլիթը, այնպիսի վճռականությամբ, որը զարմացրեց նույնիսկ իրեն։ Վաղը, ժամը 6:00-ին։ Եվ մի ուշացեք։ Հաջորդ օրը իր քիչ ունեցվածքը պարունակող փոքրիկ ճամպրուկով Լիլիթը հրաժեշտ տվեց մորը, խոստանալով այցելել նրան, երբ միայն հնարավորություն լինի։ Նա խոսել էր Հարանուհի տիկին Նունեի հետ, ով համաձայնվել էր մնալ տիկին Սիրանուշի հետ, շաբաթական վճարի դիմաց։ Դա իդեալական չէր, բայց դա այն էր, ինչ նա կարող էր անել առայժմ։ Հարմարվելը դժվար էր։ Կացարանը, թե նրա չափանիշներով շքեղ էր, անընդհատ հիշեցում էր նրա դիրքի մասին։ Սպասավոր։ Մոխրագույն համազգեստը, սպիտակ գոգնոցով, դիմակ էր թվում, մի բան, որը նրան չէր պատկանում։ Կանոնները անթիվ էին, սրբիչները ծալելուց մինչ սուրճը մատուցելու ճիշտ եղանակը։ Սոնան խիստ ղեկավար էր, միշտ թերություններ էր գտնում Լիլիթի աշխատանքում։ Անկողնային սպիտակեղենը պետք է փոխել 3 օրը մեկ, ոչ թե երբ դուք հարմար գտնեք, ասում էր նա արամարանքով։ Մաքրող միջոցներն ունեն ճշգրիտ չափեր, այն մոտավոր չէ։ Ամենավատը, սակայն, մենակությունն էր։ Մյուս աշխատակիցները, սովոր լինելով թշնամական միջավայրին, հեռու էին մնում։ Ոչ ոք չէր ցանկանում մոտենալ նորեկին, ով բոլորը խաղադրույք էին կատարում, 1 ամիս էլ չէր դիմանա։ Առաջին շաբաթներին Լիլիթը հազիվ էր տեսնում տիրոջը։ Գորգ Մինասյանը գրեթե ուրվականային ներկայություն էր տանը։ Նա լսում էր նրա քայլերը վերին հարկում, տեսնում էր նրա գոյության հետքերը, սուրճի բաժակը գրասենյակի սեղանին, բազմոցի վրա մոռացված բանակը, բայց տղամարդը ինքը կարծես խուսափում էր աշխատակիցների հետ ցանկացած շփումից։ Մի առավոտ, մաքրելով առանձնատան հսկայական գրադարանը, Լիլիթը չկարողացավ դիմադրել գրքերը զննելու գայթակղությանը։ Շարք առ շարք դասականներ, որոնցից շատերին նա միայն անունով էր ճանաչում։ Նա զգուշորեն հանեց Դոն Կասմուրոյի մի օրինակ, բացեց այն, ներշնչելով հին գրքի բնորոշ հոտը։ Սիրում եք Մաչադո դե Ասիսին։ Խորը ձայնը նրան այնքան էր վախեցրել, որ նա գրեթե գցել էր գիրքը։ Նա արագ շրջվեց, դեմ առ դեմ հայտնվելով նրա հետ, Գորգ Մինասյանի։ Բարձրահասակ, լայն ուսերով, խնամված մորուքով մուգ, ինտենսիվ աչքերով, որոնք կարծես կարդում էին նրա հոգին։ Կներեք, պարոն։ Ես չպետք է դիպչեի ձեր գրքերին։ Լիլիթը փորձեց հատորը հետ դնել դարակում, բայց նրա ձեռքերը դողում էին։ Դուք չպատասխանեցիք իմ հարցին։ Լիլիթը խորը շունչ քաշեց։ Այո, շատ եմ սիրում։ Ես կարողացել եմ կարդալ նրա մի քանի գիրք միայն քաղաքային գրադարանից փոխառված, բայց սա…
Նա երկրպագությամբ նայեց գրքին։ Այս հրատարակությունը հիասքանչ չէ։ Գորգը նրան ուսումնասիրեց մի պահ, կարծես տեսնում էր մի բան, որին չէր սպասում։ Դա առաջին հրատարակությունն է։ Կարող եք պահել այն, եթե ցանկանում եք։ Նախքան Լիլիթը կկարողանար պատասխանել, նա արդեն շրջվել էր գնացել դեպի դուռը։ Պարոն, կանչեց նա, քաջություն հավաքելով։ Ես չեմ կարող ընդունել։ Բայց կշնորհակալ լինեմ, եթե կարողանաք փող տալ այն։ Խոստանում եմ լավ խնամել։ Գորգը կանգնեց դռան մոտ, նրան նայելով ուսի վրայով։ Առաջին անգամ մի բան, որը կարող էր ժպիտ լինել, հայտնվեց նրա շրթունքների անկյունում։ Ավարտելիս թողեք իմ սեղանին։ Եվ ասեք, թե ինչ մտածեցիք։ Այդ գիշեր, իր բոլոր գործերն ավարտելուց հետո, Լիլիթը պառկեց կացարանի փոքրիկ մահճակալին, բացեց գիրքը։ Առաջին էջում ձեռագիր նվիրատվություն կար։ Գորգին, ով, ինչպես Բենտինյոն, պետք է սովորի վստահել։ Սիրով, տատիկ Ձյունիկ։ Այդ բառերում մի բան նրան ստիպեց զգալ, որ նա մտել է ինտիմ տարածք, սառնության դիմակի հետում գտնվող տղամարդու մի ակնարկ։ Եվ այդ մտքով նա քնեց, գիրքը կրծքին դրած, երազելով չպատմված պատմությունների կարծրացած սրտերի մասին, որոնք թերս, միգուցե, կարող էին կրկին սիրել սովորել։ Հաջորդ շաբաթները Լիլիթի համար առօրյա դարձան։ Նա արթնանում էր արածակից առաջ, նախաճաշ էր պատրաստում խոհարարուհի տիկին Անահիտի հետ, իսկ հետո սկսում էր իր մաքրության կազմակերպչական գործերը։ Չորեքշաբթի կեսօրին, երբ հանգստի օր ուներ, գնում էր մորը տեսակցելու, տանելով աշխատավարձի մի մասը մի քանի քաղցրավենիք, որոնք տիկին Անահիտը հատուկ առանձնացնում էր տիկին Սիրանուշի համար։ Մինչ տունը շնչում էր, Լիլիթը սկսեց հասկանալ նրա ռիթմերը։ Գորգի գրասենյակը արգելված տարածք էր, երբ նա աշխատում էր։ Սոնան հատկապես վատ տրամադրություն ուներ երկուշաբթի օրերին։ Այգեպան պարոն Տիգրանը լուռ դաշնակից էր, ով միշտ ժպտում էր նրան։ Փոխարված գիրքը վերադարձվել էր 3 օրվա կարդալուց հետո, փոքրիկ գրությամբ։ Շնորհակալություն փոխառության համար։ Տխուր է, թե ինչպես կարող է նախանձը քանդել այդքան գեղեցիկ մի բան։ Լիլիթը պատասխան չէր սպասում, բայց հաջորդ գիշեր իր մահճակալի վրա մեկ այլ գիրք գտավ, Գրանդե Սերտաու, վերեդաստ փոքրիկ նշումով։ Սա ավելի դժվար է։ Տեսնենք, կկարողանաք։ Դա մարտահրավեր էր։ Եվ Լիլիթը միշտ սիրել է մարտահրավերները։ Այսպես սկսվեց մի տարօրինակ հաղորդակցություն սպասուհու տիրոջ միջ։ Թողնված գրքեր, փոխանակված գրություններ, կարծիքներ կերպարների սյուժեների մասին։ Երբեք իրական խոսակցություն, միշտ միջնորդված էջերով ուրիշի բառերով։ Մինչ որ մի շաբաթ առավոտ մաքրելով հյուրասենյակի պատուհանները, որոնք դուրս էին գալիս այգի, Լիլիթը միջանցքից լսեց Սոնայի ձայնը։ Պարոն Մինասյան, ֆինանսական հաշվետվությունը եկել է։ Որտեղ եք նախընտրում թողնել։ Կարող եք թողնել գրասենյակում։ Եվ Սոնա, խնդրում եմ, խնդրեք նոր աշխատողին, ինչ էր նրա անունը։ Լիլիթ, պարոն։ Այո։ Խնդրեք Լիլիթին, որ ինձ համար սուրճ բերի գրասենյակ։ Այն, ինչ նա պատրաստել էր մյուս օրը, լավն էր։ Լիլիթը զգաց, թե ինչպես է դեմքը տաքանում։ Նա նկատել էր իր պատրաստած սուրճը։ Այն քիչ անգամներին, երբ տիկին Անահիտը բացակայում էր, Լիլիթը ստանձնում էր խոհանոցը, սուրճին մի պտղունց հիլ ավելացնելով, ինչպես իր տատիկն էր սովորեցրել նրան։ Երբ Սոնան նրան գտավ սենյակում, նրա դեմքը հստակ դժգոհություն էր արտահայտում։ Տերը ուզում է, որ դու նրան սուրճ տանես։ Նրա ձայնը կտրուկ էր։ Չեմ հասկանում այս հանկարծակի հետաքրքրությունը ձեր սուրճերի նկատմամբ։ Անահիտը տարիներ շարունակ պատրաստում է, երբեք բողոք չի եղել։ Միգուցե նորությունն է, պատասխանեց Լիլիթը, փորձելով չժպտալ։ Սոնան նեղացրեց աչքերը։ Պարզապես հիշեք ձեր տեղը այստեղ, աղջիկս։ Ես շատերին եմ տեսել ձեզ նման, մտածելով, որ տիրոջ ժպիտը ինչ-որ բան է նշանակում։ Լիլիթը զգաց, թե ինչպես է դեմքը այրվում, այս անգամ վրդովմունքից։ Մի անհանգստացեք։ Ես հստակ գիտեմ, թե որտեղ է իմ տեղը։ Խոհանոցում նա սուրճը պատրաստեց լրացուցիչ խնամքով, աղալով հատիկները հենց նոր, ավելացնելով մի պտղունց հիլ մի քիչ դարչին։ Նա սկուտեղը զարդարեց խնամքով։ Ճենապակյա բաժակ, ծալված կտավատե անձեռոցիկ, մի փոքրիկ ծաղկաման, այգուց մեկ ծաղկով, հասմիկ, որը նուրբ բուրմունք էր տարածում։ Երբ նա թակեց գրասենյակի դուռը, նրա սիրտը թրթռում էր։ Մտեք։
Գորգի գրասենյակը նրա անհատականության արտացոլանքն էր, կազմակերպված, էլեգանտ սպառնալից։ Պատերը ծածկված էին գրքերով, ամուր փայտից գրասեղան, դրա հետում մեծ պատուհաններ, դեպի Երանի ծովի տեսարանով։ Գորգը մեջքով էր դռանը, նայելով հորիզոնին, հեռախոսը սեղմված ականջին։ Ինձ չեն հետաքրքրում արդարացումները, Պողոս։ Պայմանագիրը հստակ էր, ժամկետները անբանակցելի։ Նրա ձայնը սառն էր, հաշվարկված։ Երկուշաբթի իմ սեղանին, կամ այլ ներդրող փնտրեք։ Նա անջատեց հեռախոսը, շրջվեց, կարծես առաջին անգամ նկատելով Լիլիթին։ Կարճ պահով նրա արտահայտությունը մեղմացավ։ Սուրճը։ Շնորհակալություն։ Լիլիթը սկուտեղը դրեց սեղանին։ Հիլով դարչինով։ Հուսով եմ, կհավանեք։ Նա գլխով արեց, վերցնելով բաժակը, համտեսելով սուրճը։ Նրա աչքերը մի պահ փակվեցին, գնահատանքով։ Կատարյալ է։ Որտեղ եք սովորել այսպես սուրճ պատրաստել։ Իմ տատիկից։ Նա ասում էր, որ սուրճը կյանքի պես է, մի քիչ դառնություն է պետք, քաղցրությունը գնահատելու համար։ Գրեթե աննկատ ժպիտ հայտնվեց Գորգի շրթունքների անկյունում։ Ձեր տատիկը իմաստուն էր թվում։ Այո։ Լիլիթը կոկորդում հանգույց զգաց։ Նա մեզ թողեց 5 տարի առաջ։ Գորգը նրան ուսումնասիրեց մի պահ, նրա մուգ աչքերը անթափանց։ Գիրքը հաջողվեց ավարտել։ Լիլիթը ժպտաց։ Այո։ Դժվար էր, բայց հիասքանչ։ Այն, թե ինչպես է Գիմարայնշ Ռոզան խաղում բառերի հետ, ստեղծում իր սեփական լեզունը։ Եվ ինչ մտածեցիք Ռիոբալդոյի Դիադորիմի հանդեպ նրա անհնար սիրո մասին։ Կարծում եմ, դա անհնար չէր։ Պարզապես տարբեր էր նրանից, ինչ նա սպասում էր։ Մի բան փոխվեց Գորգի հայացքում, կարծես նա Լիլիթին առաջին անգամ էր տեսնում։ Գրադարանում ավելի շատ գրքեր կան, որոնք կարող են ձեզ դուր գալ։ Ազատ զգացեք վերցնելու այն, ինչ ուզում եք։ Նա դադար տվեց։ Եվ Լիլիթ, շնորհակալություն սուրճի համար։ Այդ փոքրիկ թույլտվությունը նոր աշխարհ բացեց Լիլիթի համար։ Իր գործերի մեջ ընկած ազատ պահերին նա ապաստան էր գտնում գրադարանում, ուսումնասիրելով աշխարհներ էջերի միջոցով։ Երբեմն նա այնտեղ հանդիպում էր Գորգին, նրանք մի քանի բառ էին փոխանակում գրքերի մասին, միշտ պահպանելով հարգալից հեռավորությունը տիրոջ սպասուհու մեջ, բայց աճող մտերմությամբ, որն աննկատ չէր մնում մյուս աշխատակիցներից։ Հատկապես Սոնայից։ Դուք շատ ժամանակ եք անցկացրել գրադարանում, մի օր մեկնաբանեց տնային կառավարիչը, ստուգելով Լիլիթի աշխատանքը հյուրասենյակում։ Ձեզ չեն վճարում կարդալու համար։ Ես դա անում եմ միայն իմ ընդմիջումներին, պարոն Մինասյանի թույլտվությամբ։ Սոնան ծիծաղեց, անուրախ ձայնով։ Իհարկե, նա թույլ է տալիս։ Նրա նման տղամարդիկ միշտ սիրում են իրենց առատաձեռն զգալ գեղեցիկ աղջիկների հետ։ Ակնարկը ցավեց, ինչպես ապտակ, բայց Լիլիթը դեմքը անտարբեր պահեց։ Եթե իմ աշխատանքը բավարար չէ, խնդրում եմ, տեղեկացրեք ինձ։ Ձեր աշխատանքը լավագույն դեպքում միջին է։ Բայց ես դրա մասին չեմ խոսում, դուք դա գիտեք։ Սոնան մոտեցավ, նրա ուժեղ օծանելիքը ներխուժեց Լիլիթի տարածք։ Նա երբեք ձեզ ավելին չի տեսնի, քան սպասուհի։ Ես արդեն տեսել եմ այս պատմությունը։ Լիլիթը զգաց, թե ինչպես է սառը մի բան նստում իր ստամոքսում։ Չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում։ Հիմա, եթե թույլ կտաք, պետք է ավարտեմ այստեղ։ Հաջորդ օրերին Լիլիթը նկատեց նուրբ փոփոխություններ։ Ավելի շատ առաջադրանքներ, ավելի հաճախակի քննադատություններ իր աշխատանքի նկատմամբ, բամբասանքներ մյուս աշխատակիցների միջ։ Սոնան թշնամական միջավայր էր ստեղծում, հոգում էր, որ Լիլիթը դա զգար։ Այդուհանդերձ, Գորգի հետ փոքրիկ պահերը շարունակվում էին։ Հատուկ սուրճ, գրքի շուրջ քննարկում, բարի առավոտ, որը գրեթե քնքշանք էր հնչում։ Փետրվարի մի հատկապես տաք կեսօրին Երանի երկինքը հանկարծակի մտնեց։ Մի քանի րոպեի ընթացքում քաղաքի վրա արադարձային փոթորիկ բռնկվեց, ուժեղ քամիներով հորդառատ անձրով։ Լիլիթը նոր էր ավարտում մառանը դասավորելը, երբ առանձնատան լույսերը մեկ-երկու անգամ թարթեցին, իսկ հետո ամբողջությամբ անջատվեցին։ Հանկարծակի խավարը նրան շփոթեցրեց։ Նա շոշափեց, գտնելու իր հեռախոսը միացրեց լապտերը, զգուշորեն դուրս գալով մառանից։ Տունը լուռ էր, բացառությամբ պատուհաններին հարվածող անձրի ձայնի։ Սոնա կանչեց նա, նրա ձայնը արձագանքում էր դատարկ միջանցքներով։
Պատասխան չեղավ։ Այնուհետ նա հիշեց, որ Սոնան ավելի վաղ էր դուրս եկել անձնական գործեր լուծելու համար։ Տիկին Անահիտն արդեն հեռացել էր, իսկ մյուս աշխատակիցները հավանաբար կացարանում էին կալվածքի մյուս կողմում։ Լիլիթը խորը շունչ քաշեց։ Նա պետք է ստուգեր, թե ամեն ինչ կարգին է, Գորգին տեղեկացներ հոսանքազրկման մասին։ Դողացող քայլերով նա շարժվեց դեպի նրա գրասենյակը, բջջային հեռախոսի թույլ լույսով լուսավորելով իր ճանապարհը։ Նա նրբորեն թակեց դուռը։ Պարոն Մինասյան։ Հոսանքազրկում է եղել։ Դուք լավ եք։ Պատասխան չեղավ։ Նա կրկին թակեց, ավելի ուժեղ։ Մտեք, վերջապես եկավ նրա ձայնը, սովորականից ավելի մեղմ։ Գրասենյակը մթնշաղում էր, լուսավորված միայն կայծակների կապտավուն լույսով, որոնք երբեմն կտրում էին երկինքը։ Գորգը կանգնած էր պատուհանի մոտ, դեպի դուռը մեջքով, դիտելով փոթորկի կատաղությունը։ Կներեք անհանգստացնելու համար, պարոն։ Եկա տեսնելու, արդյոք ինչ-որ բանի կարիք ունեք։ Մոմեր, թերս։ Նա շրջվեց, կայծակի կարճատ փայլատակման ժամանակ Լիլիթը տեսավ նրա դեմքը։ Առանց սառնության սովորական դիմակի, նա ավելի երիտասարդ էր թվում, գրեթե խոցելի։ Մոմեր կան այդ դարակի ստորին գզրոցում, նշեց նա ժեստով։ Եվ խնդրում եմ, երբ մենք մենակ լինենք, կարող եք ինձ Գորգ կանչել։ Լիլիթը զգաց, թե ինչպես է սիրտը արագանում, երբ նա փնտրում էր Մոմերը։ Նա դրանք գտավ լուցկու տուփի հետ սկսեց վառել դրանք, դնելով դրանք արծաթյա մոմակալներում, գրասենյակով մեկ։ Շուտով ոսկեգույն դողացող լույսը լուսավորեց սենյակը, ստեղծելով պարող ստվերներ պատերին։ Այսպես ավելի լավ է, ասաց նա, շրջվելով դեպի նրան։ Փոթորիկը ուժեղ է թվում։ Կարող է երկար տել, մինչ հոսանքը կվերականգնվի։ Գորգը գլխով արեց, մոտենալով։ Մոմերի լույսի ներքո նրա աչքերն ավելի խորն էին թվում։ Դուք վախեցած չեք թվում։ Փոթորիկից։ Մեծացել եմ դրանք լսելով։ Իմ տունը դե, մեր տանիքը լավագույնը չէր։ Սովորել եմ սիրել անձրի ձայնը։ Նույնիսկ երբ դա խնդիրներ էր բերում։ Լիլիթը ժպտաց։ Կարծում եմ, սովորել եմ գեղեցկություն տեսնել նույնիսկ խնդիրների մեջ։ Գորգը նրան ուսումնասիրեց ինտենսիվորեն, կարծես փորձում էր հանելուկ լուծել։ Դա հազվագյուտ հեռանկար է։ Դա հազվագյուտ չէ, երբ ընտրություն չունես, պատասխանեց նա անկեղծորեն։ Երբ դու գալիս ես այնտեղից, որտեղից ես գալիս, կամ սովորում ես ուրախություն գտնել փոքր բաներում, կամ ենթարկվում ես կյանքի ծանրությանը։ Մի հատկապես ուժեղ ամպրոպ տունը ցնցեց, Լիլիթը անկամակ փոքրիկ ցատկ արեց, մոտենալով Գորգին։ Մի պահ նրանք չափազանց մոտ էին, դեմքերը մի քանի սանտիմետր հեռավորության վրա, շնչառությունները կախված օդում։ Կներեք, շշնջաց նա, մեկ քայլ հետ գնալով։ Մի ներողություն խնդրեք։ Նրա ձայնը գրեթե շշուկ էր։ Դուք դա չափից շատ եք անում։ Ինչ անել։ Ներողություն խնդրել գոյություն ունենալու համար։ Տարածք զբաղեցնելու համար։ Լիլիթը իջեցրեց աչքերը։ Դա այն է, ինչ սպասվում է ինձ նման մարդկանցից։ Եվ ինչպիսի մարդիկ են ձեզ նման, Լիլիթ։ Այնպես, ինչպես նա ասաց նրա անունը, մի բան շարժվեց նրա ներսում։ Մարդիկ, ովքեր ծառայում են։ Ովքեր մնում են ստվերներում։ Ովքեր չեն երում։ Գորգը նրբորեն բարձրացրեց նրա կզակը, ստիպելով նրան նայել իր աչքերին։ Ես ձեզ տեսնում եմ։ Ժամանակը կարծես սառեց։ Փոթորկի մռնչյունը, մոմերի թարթումը, ամեն ինչ անհետացավ։ Կար միայն Գորգը նրա ինտենսիվ աչքերը, հառած նրա աչքերին, այնպիսի խոցելիությամբ, որը նա երբեք չէր ցուցադրել նախկինում։ Ինչո՞ւ, հարցրեց նա, ձայնը գրեթե անլսելի։ Որովհետ դուք իրական եք։ Կեղծ մարդկանց աշխարհում, դիմակներ կրելիս, դուք իսկական եք։ Եվ դա… Նա վարանեց, բառը փնտրելով։ Անդիմադրելի է։ Լիլիթը զգաց, թե ինչպես է դեմքը այրվում։ Դուք չպետք է այդպիսի բաներ ասեք։ Ես ձեր աշխատողն եմ։ Եվ դա ձեզ անհանգստացնո՞ւմ է։ Դա անհանգստացնում է բոլոր մյուսներին։ Ես չեմ հարցրել մյուսների մասին։ Լիլիթը խորը շունչ քաշեց, քաջություն հավաքելով։ Այո, ինձ անհանգստացնում է։ Որովհետ դա ամեն ինչ ավելի է բարդացնում։ Որովհետ դա Սոնայի նման մարդկանց պատճառներ է տալիս ինձ ավելի վատ վերաբերվելու համար։ Եվ որովհետ…
Որովհետ։ Որովհետ դա ինձ ստիպում է ցանկանալ այնպիսի բաներ, որոնք չեմ կարող ունենալ։ Խոստովանությունը կախված էր նրանց միջ օդում, լի իմաստով։ Գորգը մեկ քայլ առաջ արեց, վերացնելով հեռավորությունը։ Իսկ եթե ասեի, որ կարող եք ունենալ։ Առաջինը Լիլիթը շարժվեց, ոտքի մատների վրա բարձրանալով, նրա շրթունքները հանդիպեցին նրա շրթունքներին նուրբ, վարանող հպումով։ Գորգը անշարժ մնաց մեկ վայրկյան, կարծես չէր հավատում, թե ինչ էր կատարվում։ Այնուհետ նրա ձեռքերը գտան Լիլիթի գոտկատեղը, համբույրը խորացավ, ամաչկոտ զսպված, բայց լի չասված խոստումներով։ Երբ նրանք բաժանվեցին, երկուսն էլ շնչահեղձ էին, կարծես երկար ճանապարհ էին վազել։ Դա սկսեց Գորգը։ Սխալ էր, ավարտեց Լիլիթը, վախը հստակ նրա ձայնում։ Նա ժպտաց, անկեղծ ժպիտով, որը լուսավորեց նրա դեմքը ավելի շատ, քան գրասենյակի բոլոր մոմերը։ Ես պատրաստվում էի ասել, անխուսափելի։ Այդ պահին լույսերը թարթեցին, վերականգնվեցին, լուսավորելով գրասենյակը։ Մթնշաղի հմայքը կոտրվեց, իրականությունը դուրս եկավ մակերես, ինչպես սառը ալիք։ Հոսանքը վերականգնվեց, ասաց Լիլիթը, մեկ քայլ հետ գնալով։ Ես պետք է… Մնացեք, ավարտեց Գորգը, բռնելով նրա ձեռքը։ Կարող ենք խոսել։ Իրականում խոսել, առանց գրքերի մեր միջ։ Եվ այսպես, դեռ վառվող մոմերի դրսում մեղմվող փոթորկի մեջ, Լիլիթն առաջին անգամ նստեց Գորգի գրասենյակի բազկաթոռին, ոչ թե որպես սպասուհի, այլ որպես կին, ով բոլոր հավանականություններին հակառակ դիպել էր մի տղամարդու սրտին, ում բոլորն ասում էին. «Անթափանց է»։ Եթե դուր է գալիս, մեկնաբանեք, թե ինչ կարծիք ունեք մեր զույգի սիրավեպի մասին։ Լիլիթն արթնացավ հաջորդ առավոտ, շրթունքներին ժպիտով։ Գորգի հետ զրույցը ձգվել էր մինչ ուշ գիշեր, բացահայտելով մի տղամարդու շերտեր, ում քչերն էին ճանաչում։ Նա պատմել էր իր ծնողների մասին, ովքեր մահացել էին դժբախտ պատահարում, երբ ինքը ընդամենը 12 տարեկան էր, նրան թողնելով տատիկ Ձյունիկի խնամքին։ Խոսել էր տեխնոլոգիական ընկերությունը զրոյից ստեղծելու, անքուն գիշերների, հաշվարկված ռիսկերի մասին։ Եվ խոստովանել էր խեղդվող ձայնով Արփինեի նախկին հարսնացուի մասին, ով դավաճանել էր նրան ոչ միայն այլ տղամարդու հետ, այլ ընկերությունից գումար էր շեղել։ Դրանից հետո, ասաց նա, նայելով իրենց խմած թեյի բաժակի հատակին, որոշեցի, որ ավելի լավ է մենակ մնալ։ Լիլիթը նույնպես բացվեց։ Պատմեց մոր հիվանդության, նրան խնամելու համար զոհաբերությունների, հետաձգված ուսումնասիրությունների մասին։ Խոսեց այն գրքերի մասին, որոնք փրկել էին նրան ամենադժվար պահերին, այն պատմությունների մասին, որոնք նրան տեղափոխում էին դաժան իրականությունից հեռու։ Կարծում եմ, դրա համար էլ այդքան կապվեցի ձեր գրադարանի հետ, խոստովանեց նա։ Գրքերը միշտ եղել են իմ ապաստանը։ Երբ վերջապես հրաժեշտ տվեցին, նուրբ համբույրով հաջորդ օրվա խոստումով, Լիլիթը վերադարձավ իր սենյակ, կացարանում, լողալով հնարավորությունների ամպի մեջ։ Բայց առավոտը բերեց իրականությունը։ Նա դեռ սպասուհին էր, նա դեռ տերը։ Եվ առանձնատունը աչքեր ականջներ ուներ ամեն անկյունում։ Լիլիթը մտավ խոհանոց, սկսելու իր գործերը, գտնելով տիկին Անահիտին արդեն նախաճաշ պատրաստելիս։ Բարի առավոտ, աղջիկս, ողջունեց խոհարարուհին, հետաքրքրասեր հայացքով։ Երեկ անհետացել էիք հոսանքազրկման ժամանակ։ Մենք անհանգստացած էինք։ Գնացել էի ստուգելու, արդյոք պարոն Մինասյանը ինչ-որ բանի կարիք ունի, պատասխանեց Լիլիթը անփույթ կերպով, խուսափելով ավագ կնոջ հայացքից։ Վերջում մի քանի մոմ վառեցի գրասենյակում։ Տիկին Անահիտը բարձրացրեց հոնքերը, բայց այլս ոչինչ չասաց։ Լիլիթը նոր էր ավարտում ճաշասենյակը մաքրելը, երբ հայտնվեց Սոնան, իր սովորական գերազանցության օդով։ Պարոն Մինասյանը խնդրեց, որ այսօր դուք կարգի բերեք գլխավոր հյուրասենյակը։ Կարծես այցելու ենք ունենալու։ Այո, տիկին։ Որ է հատուկ ցուցում։ Եգիպտական մետաքսե սավաններ, կապույտները։ Թարմ ծաղիկներ, նախընտրելի է օրխիդեաներ։ Եվ համոզվեք, որ լոգասենյակը անթերի է։ Այցելությունը հատուկ է։ Սոնայի ձայնի մեջ մի բան կար, որը ստիպեց Լիլիթի ստամոքսը սուզվել։ Կարող եմ հարցնել, ով է գալիս։ Սոնան ժպտաց, ժպիտ, որը չէր հասնում աչքերին։ Դոկտոր Աստղիկ Ղազարյանը։ Դուք նրան չէիք ճանաչի, բայց նա պարոն Մինասյանի հին ընկերուհին է։ Իրականում շատ մտերիմ է։ Ակնարկող տոնը Լիլիթին անհարմար զգացնել տվեց։
Նա փորձեց դեմքը չեզոք պահել, մինչ գլխով արեց գնաց դեպի սպիտակեղենի պահարանը։ Մինչ նա կրկնակի խնամքով կարգի էր բերում հյուրասենյակը, Լիլիթը չէր կարողանում դադարել մտածելուց. ով էր այս աստղիկը։ Ինչու էր Սոնան այդքան գոհ նրա ժամանումից։ Նա ստիպված չեղավ երկար սպասել պարզելու համար։ Կեսօրվա վերջում արծաթագույն Փորշչին կայանվեց առանձնատան մուտքի մոտ։ Լիլիթը զգուշորեն դիտեց գրադարանի պատուհանից այն կնոջը, ով իջնում էր մեքենայից։ Բարձրահասակ, էլեգանտ, կատարյալ ոճավորված շիկահեր մազերով կեցվածքով, որը բղավում էր փող արտոնություն։ Սոնան այնտեղ էր, նրան դիմավորելու, այնպիսի հարգանքով, որը երբեք ոչ ոքի չէր ցուցաբերում։ Դոկտոր Ղազարյան, բարի վերադարձ։ Պարոն Մինասյանը անհամբեր սպասում է ձեր ժամանմանը։ Կինը ժպտաց, հաշվարկված շլացուցիչ ժպիտով։ Սոնա, սիրելիս, ինչքան ժամանակ։ Տունը դեռ հիասքանչ է, ինչպես միշտ։ Ո՞ր է գորգը։ Գրասենյակում։ Թույլ տվեք տանել ձեր ուղեբեռը։ Շնորհակալություն։ Ես գիտեմ ճանապարհը։ Լիլիթը հետ քաշվեց գրադարան, հանկարծակի ինքն իրեն ներխուժող զգալով։ Մի քանի րոպե անց նա լսեց ձայներ միջանցքից։ Աստղիկ, չէի սպասում քեզ այդքան շուտ։ Գորգի ձայնը պաշտոնական էր, զսպված։ Որոշեցի շուտ գալ։ Քեզ կարոտել էի, գուս։ 3 ամիս Բեռլինում չափից շատ ժամանակ է տնից հեռու։ Սա այլս քո տունը չէ, աստղիկ։ Ես դա հստակ ասել էի, երբ։ Մանրամասներ, սիրելիս։ Պարզապես մանրամասներ։ Դու գիտես, որ մենք կատարյալ ենք միմյանց համար։ Այն միջադեպը պարզապես թյուրիմացություն էր։ Դու իմ ընկերությունը գողանալը թյուրիմացություն ես անվանում։ Կարճ դադար տիրեց, իսկ հետո նրա ծիծաղը մեղեդային փորձված։ Ես դա անվանում եմ ներդրումների պաշտպանություն։ Բացի այդ, ես ամեն ինչ վերադարձրի, չէ՞։ Եվ օգնեցի բացահայտել անվտանգության թերությունները։ Դու պետք է շնորհակալ լինես ինձ։ Լիլիթը շունչը պահեց, փորձելով աղմուկ չբարձրացնել, մինչ ձայները հեռանում էին դեպի գրասենյակ։ Այդ գիշերվա ընթրիքի ժամանակ Լիլիթին հանձնարարվեց սեղան սպասարկել, ինչը նա հազվադեպ էր անում։ Գորգը աստղիկը նստած էին միմյանց դիմաց, հսկայական ճաշասեղանին, նա շողշողուն, կարմիր մետաքսե զգեստով, նա պաշտոնապես հեռու, իր մուգ կոստյումով։ Գինին կատարյալ է, մեկնաբանեց աստղիկը, բաժակը պտտելով իր երկար խնամված մատների մեջ։ Դու դեռ հիշում ես իմ նախընտրելին։ Սոնան հիշեցրեց։ Համոզված եմ, որ դուք կապի մեջ եք մնացել։ Գորգի ձայնը սառն էր։ Աստղիկը ժպտաց, նրա աչքերը մի ակնթարթով կանգ առան Լիլիթի վրա։ Նոր աշխատող։ Այո, տիկին, պատասխանեց Լիլիթը, աչքերը ցած պահած։ Հետաքրքիր է։ Նրանք ամեն տարի ավելի քիչ են դիմանում։ Գորգը գնճռեց հոնքերը։ Լիլիթ, կարող եք թույլ տալ մեզ մենակ մնալ։ Մենք կկանչենք, երբ պատրաստ լինենք աղանդերի համար։ Լիլիթը գլխով արեց հեռացավ խոհանոց, որտեղ տիկին Անահիտը պատրաստում էր։ Աղանդերը։ Կախարդը վերադարձավ, շնջաց խոհարարուհին, խմորը ավելի ուժեղ հարելով, քան անհրաժեշտ էր։ Կարծում էի, որ ազատվել էինք նրանից։ Ո՞վ է նա հստակորեն, Լիլիթը չկարողացավ զսպել իր հետաքրքրասիրությունը։ Տիկին Անահիտը շուրջը նայեց, համոզվելով, որ մենակ են։ Նախկին հարսնացու։ Հայտնի բժիշկ, պլաստիկ վիրաբուժություն հարուստների հայտնիների համար։ Տիրոջը հանդիպել է բարեգործական երեկույթի ժամանակ 2 տարի առաջ։ Կայծակնային սիրավեպ էր, 3 ամսում նշանվեցին։ Բայց նա միայն նրա փողն էր ուզում։ Ինչ պատահեց։ Նա օգտագործեց ընկերությունում ունեցած իր մուտքը, միջոցներ շեղելու համար։ Գրեթե $500,000։ Երբ բացահայտվեց, պնդեց, որ պարզապես ապահովում է իր ապագան։ Պարոն Մինասյանը, իհարկե, խզեց նշանադրությունը, բայց չմեղադրեց նրան։ Սկանդալը վատ կլիներ բիզնեսի համար։ Նա վերադարձրեց գումարը որոշ ժամանակով հեռացավ երկրից։ Տիկին Անահիտը գլխով արեց։ Եվ հիմա նա վերադարձել է, ինչպես անգղ։ Լիլիթը ստամոքսում հանգույց զգաց։ Այդ բարդ գեղեցիկ կինը այն մարդն էր, ով կոտրել էր Գորգի սիրտը, նրան դարձնելով այն սառը անվստահ տղամարդը, ում նա ճանաչել էր։ Ինչո՞ւ նա պետք է նրան հետ ընդուներ, հարցրեց ավելի շատ ինքն իրեն։
Բիզնես, հավանաբար։ Նրա ընտանիքը կարևոր կապեր ունի։ Տիկին Անահիտը հառաչեց։ Բացի այդ, ասում են, որ նա երբեք չի ընդունել հարաբերությունների ավարտը։ Միշտ վերադառնում է, փորձելով նրան վերադարձնել։ Երբ Լիլիթը աղանդերով վերադարձավ, Աստղիկին գորգին գտավ լարված զրույցի մեջ։ Ես պարզապես խնդրում եմ, որ դուք հաշվի առնեք, գորգ։ Միաձուլումը Ղազարյան խմբի հետ ձեռնտու կլիներ երկուսի համար էլ։ Հայրս պատրաստ է մոռանալ անցյալը։ Ես բիզնեսը հաճույքի հետ չեմ խառնում, Աստղիկ։ Կամ հիասթափությունների։ Աստղիկը ժպտաց, առաջ թեքվելով։ Նրա ձեռքը դրվեց գորգի ձեռքի վրա։ Բայց մենք կարող էինք նորից խառնել։ Քեզ կարոտել էի, գիտես։ Ոչ ոք ինձ քեզպես չի հասկանում։ Լիլիթը աղանդերները դրեց սեղանին թեթակի դողացող ձեռքերով։ Աստղիկը նրան նայեց զայրույթով, ընդհատումից։ Դա ամեն ինչ կլինի, շնորհակալություն, նա ձեռքի շարժումով ազատեց նրան։ Այդ գիշեր Լիլիթը չկարողացավ քնել։ Մտքերն ու կասկածները խառնվում էին նրա մտքում։ Արդյոք իր գորգի մեջ եղածը իրական էր, թե պարզապես նրա թուլության պահ էր։ Արդյոք նա պարզապես մի պահի շեղում էր, հեշտությամբ մոռացվող, երբ իր աշխարհից մեկը վերադառնում էր։ Հաջորդ առավոտ, երբ նա կարգի էր բերում գրադարանը, Լիլիթը քայլեր լսեց։ Դա Սոնան էր, իր սովորական արամարական հայացքով։ Պարոն Մինասյանը, դոկտոր Ղազարյանը գնացել են բիզնես ճաշի։ Մինչ կեսօրվա վերջ չեն վերադառնա։ Նա Լիլիթին ուսումնասիրեց ինտենսիվորեն։ Հոգնած եք թվում։ Դժվար գիշեր էր։ Ես լավ եմ, շնորհակալություն։ Դժվար է քնել, երբ անհանգիստ ես, չէ՞։ Սոնան մոտեցավ, նրա ձայնը իջավ գաղտնի տոնի։ Ես տեսա ձեզ, գիտեք։ Հոսանքազրկման ժամանակ։ Այս տան պատերն աչքեր ունեն։ Լիլիթը զգաց, թե ինչպես է արյունը սառչում։ Չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում։ Իհարկե, գիտեք։ Եվ գիտեք, թե ինչն է ավելի վատ։ Նա դա անում է բոլորի հետ։ Երբ Աստղիկը նրան թողեց, կար մարալը բուֆետից։ Հետո Անուշը, հաշվապահությունից։ Հիմա դուք։ Միշտ պարզ աղջիկներ, հեշտությամբ տպավորվող։ Հեշտ է ազատվել, երբ նա հոգնում է։ Ստում եք, պատասխանեց Լիլիթը, բայց նրա ձայնը մատնեց նրա անվստահությունը։ Սոնան ծիծաղեց։ Հավատացեք, ինչին ուզում եք։ Բայց հիմա, երբ Աստղիկը վերադարձել է դե, նա միշտ վերադառնում է նրա մոտ։ Միշտ։ Այդ բառերով Սոնան դուրս եկավ, Լիլիթին թողնելով փոթորկալից մտքերով։ Արդյոք ամեն ինչ ճիշտ էր։ Արդյոք նա պարզապես մեկն էր ժամանակավոր նվաճումների երկար ցուցակում։ Կեսօրին հյուրասենյակում սրբիչները փոխելիս Լիլիթը մի առարկա գտավ, որը ստիպեց նրա սիրտը սուզվել։ Գորգի փողկապը, խնամքով ծալված զգեստապահարանի վրա։ Ակնարկը պարզ էր։ Այն, ինչ նա չգիտեր, այն էր, որ Սոնան փողկապը դրել էր այնտեղ հատուկ, այն գորգի սենյակից վերցնելուց հետո։ Հաջորդ օրերը ինքնատիրապետման վարժություն էին։ Գորգը զբաղված էր թվում Աստղիկի հետ, դուրս գալով ընթրիքների, բիզնես հանդիպումների, սոցիալական միջոցառումների։ Լիլիթը նրան տեսնում էր միայն ակնթարթորեն, երբ նրանց հայացքները հանդիպում էին, նա հեռու էր թվում, կարծես իրենց կիսած պահը երբեք գոյություն չէր ունեցել։ Մի հատկապես դժվար կեսօրին Լիլիթը միջանցքն էր մաքրում, երբ գրասենյակից բարձր ձայներ լսեց։ Դուռը կիսաբաց էր։ Դուք չեք կարող լուրջ լինել, գորգ։ Այդ աղջիկը։ Մի սպասուհի։ Դա Աստղիկի ձայնն էր, լի անհավատությամբ արամարանքով։ Դա քո գործը չէ, Աստղիկ։ Իմ անձնական կյանքում կատարվողը քեզ վաղուց չի վերաբերում։ Հանուն Աստծո, նա մաքրում է ձեր լոգարանները։ Պատկերացնում եք ծիծաղելիությունը։ Ինչ կասեին ձեր գործընկերները։ Ինձ չի հետաքրքրում, թե ինչ կասեին։ Իհարկե, քեզ հետաքրքրում է։ Քո կերպարն ամեն ինչ է այս միջավայրում։ Եվ սպասավորների հետ շփվելը հենց այն չէ, ինչ սպասվում է քո դիրքում գտնվողից։ Ծանր լռություն տիրեց։ Միգուցե դու ճիշտ ես, վերջապես հնչեց գորգի ձայնը, բարդված։ Բարդ կլիներ։ Բոլոր ներգրավվածների համար։ Լիլիթն այլս չկարողացավ լսել։ Նա անաղմուկ հեռացավ, տաք արցունքները հոսում էին դեմքով։
Ճշմարտությունը ցավեց ավելի շատ, քան Սոնայի ցանկացած սուտ կարող էր ցավեցնել։ Այդ գիշեր Գորգը նրան փնտրեց այգում, որտեղ նա ամեն գիշեր ջրում էր բույսերը։ Լիլիթ։ Նրա ձայնը մեղմ էր, վարանող։ Նա շրջվեց, դեմքը անտարբեր պահելով։ Պարոն Մինասյան, խնդրում եմ, մի արեք դա։ Մի կանչեք ինձ այդպես։ Դա տեղին է։ Ես ձեր աշխատողն եմ։ Դուք դրանից շատ ավելին եք, դուք դա գիտեք։ Լիլիթը իջեցրեց ջրցանը, վերջապես նրան նայելով։ Իսկապես։ Որովհետև այն ամենը, ինչ տեսա վերջին օրերին, հակառակն է ենթադրում։ Աստղիկը այստեղ է բիզնեսի համար։ Ուրիշ ոչինչ։ Դա այդպես չի թվում։ Եվ դա այն չէ, ինչ ես լսել եմ։ Գորգը կնճռեց հոնքերը։ Ինչ եք լսել։ Որ ես առաջինը չեմ։ Որ դուք օրինաչափություն ունեք, պարզ աղջիկներ, որոնցից կարելի է ազատվել, երբ հոգնում եք նրանցից։ Նա անկեղծորեն զարմացած թվաց։ Ո՞վ է ձեզ դա ասել։ Սոնան։ Լիլիթը չպատասխանեց, բայց նրա լռությունը բավարար հաստատում էր։ Դա ճիշտ չէ, ասաց նա, մեկ քայլ կատարելով դեպի նրան։ Այո, Աստղիկից հետո եղել են այլ մարդիկ։ Մեծահասակ, փոխադարձ հարաբերություններ։ Ոչինչ այնպիսին, ինչ նա է ակնարկում։ Իսկ ինչ ունենք մենք։ Ինչ է սա, Գորգ։ Լիլիթի ձայնը թեթակի դողաց։ Դեռ չգիտեմ։ Բայց գիտեմ, որ երբեք նման բան չեմ զգացել նախկինում։ Նա փորձեց դիպչել նրա դեմքին, բայց նա հետ քաշվեց։ Ես այսօր լսեցի ձեզ Աստղիկի հետ։ Այն մասին, թե ինչպես բարդ կլիներ ինձ նման մեկի հետ շփվելը։ Գորգը փակեց աչքերը, հասկանալով։ Դուք ամեն ինչ չլսեցիք, ուրեմն։ Ես ասացի, որ բարդ կլիներ, այո։ Որ մարդիկ կխոսեին, որ խոչընդոտներ կլինեին։ Բայց նա ասացի, որ ինձ չի հետաքրքրում, որ առաջին անգամ գտա մեկին, ով ստիպում է ինձ ցանկանալ դիմակայել այդ խոչընդոտներին։ Լիլիթը ցանկանում էր հավատալ։ Ամենից շատ նա ցանկանում էր իրեն նետել նրա գրկում, ընդունել նրա խոսքերը որպես ճշմարտություն։ Բայց մերժման, նվաստացման վախը չափազանց ուժեղ էր։ Ժամանակի կարիք ունեմ, ասաց վերջապես։ Պետք է մտածեմ։ Գորգը գլխով արեց, հարգելով նրա որոշումը։ Ես կապացուցեմ, որ ճիշտ եմ ասում, Լիլիթ։ Պարզապես ինձ հնարավորություն տվեք։ Այն, ինչ նրանցից ոչ ոք չգիտեր, այն էր, որ Սոնան տեսարանը դիտում էր հեռվից, շրթունքները սեղմած դժգոհության բարակ գծի մեջ։ Եվ նրա կողքին Աստղիկն էր, ում աչքերը փայլում էին սառը վճռականությամբ։ Տեսա՞ք։ Ես ասացի, որ ինչ-որ բան կար, շշնջաց Սոնան։ Ոչ երկար, պատասխանեց Աստղիկը, նրա ձայնը հաշվարկված էր։ Միտք ունեմ։ Բայց ինձ պետք կլինի ձեր օգնությունը, Սոնա։ Ի վերջո, դուք այս տունն ավելի լավ գիտեք, քան ցանկացած ուրիշը։ Սոնան ժպտաց, ժպիտ, որը բարության որևէ հետք չէր պարունակում։ Ես ձեր տրամադրության տակ եմ, դոկտոր Ղազարյան։ Եվ այսպես, մինչ Լիլիթը հեռանում էր իր սենյակ, կասկածներով լի ծանր սրտով, Գորգը վերադառնում էր առանձնատուն, վճռականորեն ապացուցելու իր սերը, դաժան ծրագրի սերմերը սկսում էին ցանվել։ Մի ծրագիր, որը կփորձարկեր ոչ միայն նրանց միջ ծնվող սերը, այլ նրանց էությունը։ Հաջորդ շաբաթը Լիլիթի համար ինքնատիրապետման վարժություն էր։ Նա շարունակում էր իր գործերը մեխանիկական արդյունավետությամբ, հնարավորինս խուսափելով Գորգից։ Երբ նա անխուսափելիորեն հանդիպում էր նրան առանձնատան միջանցքներում, սահմանափակվում էր պաշտոնական ողջույնով շարունակում իր ճանապարհը, անտեսելով նրա վիրավորված հայացքը։ Աստղիկը, իր հերթին, ամենուրեք էր թվում։ Նա երկարացրեց իր մնալը բիզնեսի հարցերով հմտորեն ավելի ու ավելի մեծ տարածք զբաղեցնելով տանը Գորգի կյանքում։ Ընթրիքներ, սոցիալական միջոցառումներ, հանդիպումներ, որոնք ձգվում էին մինչ գիշեր, նրա ներկայությունը մշտական ստվեր էր։ Նա 3 գիշեր նրան տարել էր Ղազարյան հիմնադրամի պարահանդես, մեկնաբանեց տիկին Անահիտը, նախաճաշ պատրաստելիս։ Թերթերում լուսանկարներ կային։ Լիլիթը անտարբերություն ծածրեց, սեղանը դասավորելիս, բայց նրա սիրտը ցավեց, պատկերացնելով Գորգին պաշտոնական հագուստով, Աստղիկին շլացուցիչ, նրա թիտակ, երկուսն էլ ժպտում էին տեսախցիկներին, որպես կատարյալ զույգ, որին սպասում էր հասարակությունը։ Բիզնես, կրկնեց ինքն իրեն։ Պարզապես բիզնես։
Բայց դժվար էր դրան հավատալ, երբ նրանց միասին էր տեսնում, աստղիկը միշտ անփույթ հպվում էր գորգի թին, ծիծաղում էր կատակների վրա, որոնք Լիլիթը չէր կարող լսել, շարժվում էր առանձնատանով, կարծես արդեն տիրուհին լիներ։ Իր շաբաթական հանգստի օրը Լիլիթը, ինչպես միշտ, այցելեց մորը։ Տիկին Սիրանուշը ավելի լավ էր թվում, շնորհիվ դեղորայքի, որն այժմ կարող էին գնել, այն փոքրիկ բնակարանի, որը վարձել էին ավելի հանգիստ թաղամասում։ Դու տարբեր ես, նկատեց տիկին Սիրանուշը, ուսումնասիրելով դստեր դեմքը։ Ինչ-որ բան է քեզ անհանգստացնում։ Լիլիթը փորձեց ժպտալ։ Պարզապես հոգնածություն է, մայրիկ։ Աշխատանքը առանձնատանը դժվար է։ Մի ստիր մորթ, աղջիկս։ Ես ճանաչում եմ այդ հայացքը։ Սրտի հարց է, չէ՞։ Արցունքները, որոնք Լիլիթը օրեր շարունակ զսպում էր, վերջապես հորթեցին։ Հեկեկալով նա ամեն ինչ պատմեց։ Հոսանքազրկման ժամանակվա համբույրը, մտերիմ զրույցները, աստղիկի ժամանումը, Սոնայի ակնարկները, կասկածները, որոնք խժռում էին նրան։ Նա ասում է, որ իր աստղիկի մեջ ոչինչ չկա, որ դա պարզապես բիզնես է։ Բայց ինչպես կարող եմ մրցել նման մեկի հետ։ Նա բժիշկ է, գեղեցիկ, բարդ։ Ես եմ։ Տիկին Սիրանուշը բռնեց դստեր ձեռքերը, աչքերը լի իմաստությամբ, որը գալիս էր դժվար կյանքից։ Աղջիկս, ճշմարիտ սերը մրցակցություն չէ։ Եթե նա քեզ իրականում է տեսնում, եթե նրա զգացմունքներն իրական են, կապ չունի, թե քանի աստղիկ կհայտնվի։ Իսկ եթե ամեն ինչ սուտ է։ Եթե ես պարզապես ժամանց եմ։ Այդ դեպքում դու բարձր ես պահում, գլուխդ առաջ ես շարժվում, ինչպես միշտ արել ենք։ Բայց մի հանձնվիր վախից։ Հանձնվիր միայն այն դեպքում, եթե նա ապացուցի, որ արժանի չէ քո սիրուն։ Լիլիթն այդ գիշեր վերադարձավ առանձնատուն, մոր խոսքերը արձագանքում էին իր մտքում։ Միգուցե նա անարդար էր։ Միգուցե պետք է գորգին հնարավորություն տալ ապացուցելու, որ իր զգացմունքներն անկեղծ էին։ Նրա վճռականությունը փորձարկվեց հաջորդ առավոտ, երբ Սոնան նրան կանչեց գլխավոր գրասենյակ, որտեղ սովորաբար տան վարչական հարցեր էին քննարկվում։ Փակեք դուռը, հրամայեց տնային կառավարիչը, նրա դեմքը պրոֆեսիոնալ լրջության դիմակ էր։ Լիլիթը հնազանդվեց, ողնաշարում սառնություն զգալով։ Սոնան նստած էր մեծ փայտե սեղանի հետում, իր առջ բացված պանակով։ Նրա կողքին, Լիլիթի զարմանքին, Կարլենն էր, գորգի ընկերության հաշվապահը, միջին տարիքի ճաղատ տղամարդ, ում նա հազվադեպ էր տեսնում առանձնատանը։ Օրիորդ Գորգյան, սկսեց նա, ակնոցները շտկելով։ Որոշ անհամապատասխանություններ են առաջացել, որոնք մենք պետք է պարզաբանենք։ Անհամապատասխանություններ, կրկնեց Լիլիթը, շփոթված։ Սոնան սեղանով մի քանի փաստաթուղթ սահեցրեց։ Բանկային փոխանցումներ։ Մինասյան Տեխի գլխավոր հաշվից դեպի Արտշինբանկի հաշիվ։ Ձեր հաշիվը։ Լիլիթը դողացող ձեռքերով վերցրեց թղթերը։ Դրանք բանկային քաղվածքներ էին, որոնք ցույց էին տալիս զգալի փոխանցումներ, 50,000, 75,000, 120,000 դրամ, բոլորը դեպի մի հաշիվ, որը իրականում թվում էր նրա հաշիվը։ Դա անհնար է, շշնջաց նա, ցնցումը փոխարինվեց խուճապով։ Ես երբեք։ Պետք է ինչ-որ սխալ լինի։ Սխալը մերն էր, ձեզ վստահելիս, ասաց Սոնան, նրա ձայնը լի կեղծ հիասթափությամբ։ Մենք տարօրինակ համարեցինք, երբ ֆինանսական հաշվետվությունները սկսեցին փոքր անհամապատասխանություններ ցույց տալ։ Բայց սա… Նա մատնացույց արեց թղթերը։ Գրեթե 250,000 դրամ 3 ամսում։ Ես դա չեմ արել, բացականչեց Լիլիթը, ձայնը մեկ օկտավա բարձրացնելով։ Նույնիսկ չէի իմանա, ինչպես նման բան անել։ Կարլենը գլխով արեց, անհավատորեն։ Փոխանցումները թույլատրվել են ներքին համակարգի հավատարմագրերով։ Հավատարմագրեր, որոնք մեր գրառումների համաձայն մուտք են գործվել պարոն Մինասյանի գրասենյակի համակարգչից այն ժամերին, երբ միայն դուք էիք մաքրում տարածքը։ Գիտակցումը հարվածեց Լիլիթին, ինչպես բռունցք։ Նրան թակարդում էին։ Կտորները տեղավորվեցին սատանայական կատարելությամբ, գորգի ուշադրությունը, գրասենյակ մուտք գործելը, նրա հաշվում կախարդական կերպով հայտնվող գումարը։ Սա դավադրություն է, ասաց նա, փորձելով պահպանել հանգստությունը։ Պետք է խոսեմ գորգի, պարոն Մինասյանի հետ։ Նրան արդեն տեղեկացրել են, պատասխանեց Սոնան, նրա ձայնում ըլիշտ չթաքնված չարական գոհունակություն կար։ Նա ճանապարհին է։ Կարծես նրա խոսքերով կանչված, գրասենյակի դուռը բացվեց, գորգը մտավ։
Նրա դեմքը գունատ էր, աչքերը կարմիր, կարծես չէր քնել։ Աստղիկը հենց հետում էր, նրա դեմքը հաղթանակի կեղծ անհանգստության խառնուրդ էր։ Լիլիթ, Գորգի ձայնը խռպոտ էր, կոտրված։ Ասա, որ դա ճիշտ չէ։ Նա վեր կացավ, ոտքերը դողում էին։ Ճիշտ չէ։ Գորգ, դու ինձ ճանաչում ես։ Ես երբեք… Փաստաթղթերը բավականին համոզիչ են թվում, ընդհատեց աստղիկը, մխիթարական ձեռք դնելով Գորգի թին։ Սիրելիս, գիտեմ, որ դժվար է։ Բայց մենք արդեն անցել ենք դրանով։ Որոշ մարդիկ պարզապես չեն դիմանում գայթակղությանը։ Լիլիթը զգաց, թե ինչպես է լեղին բարձրանում կոկորդը։ Աստղիկի հետ անուղղակի համեմատությունը, այն ակնարկը, որ նա պարզապես մեկ այլ շահամոլ էր, ավելի ցավեց, քան բուն մեղադրանքը։ Գորգ, նայիր ինձ, աղաչեց նա, անտեսելով մյուսների ներկայությունը։ Դու ինձ ճանաչում ես։ Գիտես, ով եմ ես։ Ես երբեք մեկ դրամ չէի վերցնի, որն իմը չէր։ Այն ամենը, ինչ միշտ ցանկացել եմ, իմ մորը ազնվորեն խնամելն է։ Մի պահ նրա աչքերում մի բան տատանվեց, կասկած, հավատի կայծ։ Բայց հետո աստղիկը նրբորեն սեղմեց նրա թը։ Բոլորը դա են ասում, երբ բռնվում են, Գուս։ Հիշում ես, թե ինչ էր ասում քո թերապտը։ Քո օրինաչափության մասին գրավելու մարդկանց, ովքեր օգտվում են քո բարությունից։ Կասկածը Գորգի աչքերում ամրապնդվեց սառը հեռավոր մի բանի մեջ։ Ինչպես արեցիր դա, Լիլիթ։ Ինչպես ստացար գաղտնաբառերը։ Հարցը ապտակի պես էր։ Նա հավատում էր։ Իրականում հավատում էր, որ նա ի վիճակի է այդպես դավաճանել նրան։ Ես ոչինչ չեմ արել, պատասխանեց նա, ձայնը ցածր ամուր, չնայած արցունքներին, որոնք սպառնում էին թափվել։ Եվ եթե դուք կարծում եք, որ ես ի վիճակի եմ դրան, ապա երբեք ինձ իրականում չեք ճանաչել։ Գորգը շեղեց հայացքը, անկարող նրան դիմակայելու։ Կարլեն, ինչ իրավական տարբերակներ ունենք այստեղ։ Հաշվապահը կոկորդը մաքրեց, անհարմարավետ։ Դե, տեխնիկապես, դա կորպորատիվ միջոցների յուրացման դեպք է։ Մենք կարող էինք ոստիկանություն դիմել, քրեական գործ հարուցել։ Ոչ, ընդհատեց Գորգը ամուր։ Ես դա չեմ ուզում։ Միշտ այդքան ազնիվ, շշնջաց աստղիկը, շոյելով նրա թը։ Լիլիթը նայեց սենյակում բոլորին, շփոթված հաշվապահին, հաղթական Սոնային, մանիպուլյատիվ աստղիկին, Գորգին, ով չէր կարողանում նույնիսկ նայել նրա աչքերին։ Ճշմարտությունը հարվածեց նրան բյուրեղյա պարզությամբ։ Պաշտպանություն հնարավոր չէր։ Թակարդը կատարյալ էր եղել։ Ես ձեր կարեկցանքի կարիքը չունեմ, ասաց նա, ձայնը զարմանալիորեն ամուր։ Եթե կարծում եք, որ ես դա կանեի, ապա ավելին ասելու ոչինչ չկա։ Նա շրջվեց դեպի Սոնան։ Ես կգնամ իմ իրերի հետից այսօր դուրս կգամ։ Դա լավագույնը կլիներ, համաձայնեց տնային կառավարիչը, հազիվ թաքցնելով իր գոհունակությունը։ Լիլիթը շարժվեց դեպի դուռը, բայց կանգ առավ, երբ հասավ դրան։ Նա վերջին անգամ շրջվեց դեպի Գորգը, ով վերջապես բարձրացրեց աչքերը նրան նայելու համար։ Ես ձեր փողի կարիքը չունեի, նրբորեն ասաց։ Ես պարզապես կարիք ունեի, որ դուք ինձ վստահեք։ Եվ դրանով նա դուրս եկավ, անաղմուկ փակելով դուռը իր հետից։ 2 ժամ անց իր քիչ ունեցվածքը պարունակող փոքրիկ ճամպրուկով Լիլիթը ընդմիշտ լքում էր Մինասյանների առանձնատունը։ Ոչ ոք չեկավ հրաժեշտ տալու, բացի տիկին Անահիտից, ով նրան ամուր գրկեց ծառայողական դարպասի մոտ։ Ես ոչ մի վայրկյան չեմ հավատում դրան, աղջիկս, շշնջաց խոհարարուհին նրա ականջին։ Եվ ես աչք կկտրեմ։ Ճշմարտությունը միշտ դուրս է գալիս։ Լիլիթը գլխով արեց, շնորհակալ լինելով փոքրիկ մխիթարության համար, հեռացավ առանց հետ նայելու, արցունքները վերջապես ազատորեն հոսում էին դեմքով։ Տաքսիում, որը նրան տանում էր դեպի համեստ բնակարան, որտեղ մայրը սպասում էր նրան, Լիլիթը փորձեց մարսել այն, ինչ տեղի էր ունեցել։ Ինչպես էր նրա կյանքն այդքան ամբողջությամբ փլուզվել ընդամենը մի քանի ժամում։ Ինչպես Գորգը, ով ասում էր, որ իրականում է նրան տեսնում, չէր կարողացել տեսնել ամենաակնհայտ ճշմարտությունը, որ նա երբեք չէր դավաճանի նրան։ Որտեղ օրիորդ, հարցրեց տաքսիստը, ընդհատելով նրա մտքերը։ Լիլիթը տվեց մոր հասցեն, բայց հետո վարանեց։ Իրականում, կարող եք ինձ նախ կենտրոնում թողնել։ Պետք է բանկ գնամ։ Արջին բանկում Լիլիթը բախվեց ցնցումների մեկ այլ ալիքի։
Նրա հաշիվը, որը սովորաբար պահում էր նվազագույն մնացորդ հիմնական ծախսերի համար, ցույց էր տալիս վերջին ավանդներ, ընդհանուր գումարով գրեթե 250,000 դրամ, ճիշտ այնպես, ինչպես փաստաթղթերը նշել էին։ Մենեջերը, փողկապով նյարդային տղամարդը, բացատրեց, որ փոխանցումները կատարվել են էլեկտրոնային եղանակով, բոլոր անհրաժեշտ թույլտվություններով։ Դուք չգիտեիք ավանդների մասին, հարցրեց նա, շփոթված։ Ոչ, պատասխանեց Լիլիթը, գլուխը պտտվում էր։ Ես ուզում եմ ամեն ինչ անմիջապես հետ փոխանցել։ Դա կարող է բարդ լինել, տիկին։ Եթե հետաքննություն է ընթանումը։ Ինձ չի հետաքրքրում։ Այս փողն իմը չէ, ես չեմ ուզում, որ այն իմ հաշվին մեկ րոպե էլ մնա։ Շատ համառությունից մի քանի ձատխտեր ստորագրելուց հետո Լիլիթին հաջողվեց սկսել վերադարձի գործընթացը։ Դա չէր լուծի խնդիրը, թակարդն արդեն դրված էր, վստահությունն արդեն կոտրված էր, բայց գոնե կմաքրեր նրա խիղճը։ Հաջորդ օրերը դանդաղ շարժվող մղձավանջ էին։ Լիլիթը փորձեց այլ աշխատանք գտնել, բայց պարզեց, որ իր անունը նուրբ կերպով պղծվել էր Երանի հարուստ ընտանիքների փոքր շրջանակում։ Ոչ ոք հստակ չէր ասում, բայց դռները փակվում էին, հենց նա հիշատակում էր իր վերջին աշխատանքը։ Վերջապես, նա աշխատանք գտավ որպես մատուցողուհի քաղաքի կենտրոնի մի սրճարանում։ Աշխատավարձը առանձնատանը ստացածի մի մասն էր, բայց գոնե թույլ էր տալիս շարունակել օգնել մորը վճարել վարձավճարը։ Ամեն գիշեր, փոքրիկ բնակարանի նեղ մահճակալին պառկած, Լիլիթը վերապրում էր Գորգի հետ պահերը, առաջին հանդիպումը գրադարանում, գրքերի շուրջ քննարկումները, հոսանքազրկման ժամանակվա համբույրը։ Արդյոք դրանք իրական էին։ Թե ամեն ինչ պատրանք էր, հեքիաթ, որին նա հիմարաբար միամտորեն հավատացել էր։ Մինչդեռ Մինասյանների առանձնատանը, Գորգը սուզվում էր մոլուցքային աշխատանքի մեկուսացման պարույրի մեջ։ Չնայած Լիլիթի դեմ թվացյալ անհերքելի ապացույցներին, նրա ներսում ինչ-որ բան հրաժարվում էր ընդունել դավաճանությունը։ Նա նույնիսկ չփորձեց իրեն պաշտպանել, մեկնաբանեց նա Կարլենին մի գիշեր, փաստաթղթերը ժամեր շարունակ վերանայելուց հետո։ Պարզապես հանձնվեց։ Միգուցե որովհետև գիտեր, որ մեղավոր է, առաջարկեց Աստղիկը, ով անժամկետ երկարացրել էր իր մնալը, դառնալով մշտական ներկայություն Գորգի կողքին։ Հավատացեք, Գուս, ես հստակ գիտեմ, թե ինչպես եք զգում։ Դավաճանությունն ավելի է ցավեցնում, երբ այն գալիս է նրանից, ումից ամենակիչն ենք սպասում։ Գորգը հանկարծակի պարզությամբ նրան նայեց։ Ինչպես դու, Աստղիկ։ Նա ծիծաղեց, շփոթված։ Ախ, դա տարբեր էր։ Ես պաշտպանում էի մեր շահերը։ Ոչ։ Դու ինձանից գողանում էիր։ Եվ դու դա խոստովանեցիր։ Նա վեր կացավ, ձեռքը մազերի միջով անցկացնելով հիասթափությունից։ Ինչու եմ պատրաստ քեզ ներելու, ով խոստովանեց, չեմ կարող Լիլիթին կասկածի շահը տալ։ Որովհետև ես քեզ նման եմ, նրբորեն պատասխանեց Աստղիկը։ Նույն աշխարհից։ Ես հասկանում եմ քո ճնշումները, քո պատասխանատվությունները։ Նա տարբեր է։ Նա երբեք իրականում չէր հասկանա քո կյանքը։ Աստղիկի խոսքերը օրեր շարունակ արձագանքում էին Գորգի մտքում։ Ճիշտ էր դա։ Արդյոք դա էր պատճառը, որ նա չէր կարողանում պարզապես մոռանալ Լիլիթին շարունակել։ Որովհետև խորքում նա գիտեր, որ նրանք անհաշտ աշխարհներից էին։ Պատասխանը եկավ անսպասելիորեն, Լիլիթի հեռանալուց 2 շաբաթ անց։ Կարլենը, հաշվապահը, թակեց Գորգի գրասենյակի դուռը ուրբաթ առավոտյան, անձրոտ օրը։ Նրա սովորաբար անտարբեր դեմքը անհանգստության նշաններ էր ցույց տալիս։ Պարոն Մինասյան, պետք է խոսենք։ Առանձին։ Գորգը ժեստ արեց, որ նա ներս մտնի, հայացքով ազատելով քարտուղարուհուն, ով հանդիպումից նշումներ էր անում։ Ինչ պատահեց, Կարլեն։ Հաշվապահը բանակը դրեց սեղանին, նյարդային մատներով բացելով այն։ Ես վերանայել եմ կասկածելի փոխանցումների ամբողջ աուդիտը։ Ինչ-որ բան սկզբից ճիշտ չէր թվում, բայց չէի կարողանում հասկանալ, ինչ։ Գորգը կրծքավանդակում սեղմում զգաց։ Եվ ինչ-որ բան հայտնաբերեցիք։ Փոխանցումները իրականում կատարվել են ձեր հավատարմագրերով, ձեր համակարգչից։ Բայց… Նա վարանեց, ակնոցները շտկելով։ Ես խաչած ստուգում կատարեցի անվտանգության համակարգի հետ։ Այն ամսաթվերին ժամերին, երբ փոխանցումները կատարվել են, ձեզանից բացի միակ մարդը, ով գրասենյակում էր։ Սոնան, ավարտեց Գորգը, զարնություն զգալով իր ստամոքսում։ Կարլենը մռայլ գլխով արեց։ Դրանից ավելին։
Ես կարողացա վերականգնել սերվերից ջնջված որոշ էլեկտրոնային նամակներ։ Սոնան դոկտոր Ղազարյանը վերջին ամիսներին հետաքրքիր նամակագրություն են ունեցել։ Նա սեղանով մի քանի տպված թուղթ սահեցրեց։ Գորգը դրանք վերցրեց, արյունը եռում էր, երբ կարդում էր։ Էլեկտրոնային նամակներ Սոնայի աստղիկի միջ, բացահայտորեն քննարկելով, թե ինչպես ազատվել աղջկանից, ինչպես կատարյալ թակարդ կազմակերպել, ինչպես պատմությունը կրկնել։ Աստված իմ, շնջաց Գորգը, հասկացողության սարսափը հարվածեց նրան, ինչպես ձնահյուս։ Նրանք թակարդ էին դրել Լիլիթի համար։ Ճիշտ այնպես, ինչպես նրանք ենթադրել էին, որ նա էր դրել իմ համար։ Այդպես է թվում, պարոն։ Եվ ավելին կա։ Դոկտոր Ղազարյանը, ըստ ելույթին, Սոնային խոստացել էր պաշտոն իր կլինիկայում, զգալիորեն ավելի բարձր աշխատավարձով։ Գորգը հանկարծակի վեր կացավ, դեմքը գունատ, զայրույթից։ Որտեղ է Սոնան հիմա։ Իր հանգստի օրն է, պարոն։ Իսկ աստղիկը։ Սպաղում է, կարծում եմ։ Գորգը խորը շունչ քաշեց, փորձելով վերահսկել զայրույթը, որը սպառնում էր խժռել նրան։ Նա սարսափելի սխալ էր թույլ տվել, սխալ, որը կարող էր արժանալ ոչ միայն իր սիրտը, այլ մի անմեղ կնոջ հեղինակությունը ապրուստը։ Կարլեն, ուզում եմ ընկերության երկու լավագույն փաստաբաններին այստեղ, 1 ժամից։ Մենք կպատրաստենք փաստաթղթեր արդարացված ազատման, ինչպես նա զրպարտության վարկաբեկման համար։ Եվ ուզում եմ մասնավոր հետաքննիչ, պարզելու, թե որտեղ է Լիլիթը հիմա։ Հաշվապահը գլխով արեց, արդեն դեպի դուռը շարժվելով։ Եվ Կարլեն։ Տղամարդը կանգ առավ, շրջվելով դեպի Գորգը։ Շնորհակալություն։ Ճշմարտությունը փնտրելուց չհանձնվելու համար։ Երբ դուռը փակվեց, Գորգը սուզվեց իր աթոռին, իր մեղքի ծանրությունը գրեթե անտանելի էր։ Նա հավատացել էր ստերին, որովհետև խորքում դա ավելի հեշտ էր։ Ավելի հեշտ, քան ընդունելը, որ նա սիրահարվել էր մեկին, ով մարտահրավեր էր նետում նրա բոլոր սպասումներին, մեկին, ով ստիպում էր նրան դուրս գալ իր հարմարավետության գոտուց։ Լիլիթ, շշնջաց նա դատարկ գրասենյակին։ Պետք է գտնեմ նրան։ Պետք է շտկեմ սա։ Բայց շտկումները, ինչպես նա շուտով կբացահայտեր, միշտ չէ, որ հնարավոր են միայն փողով իշխանությամբ։ Որոշ վերքեր անցնում են մակերեսից այն կողմ, հասնելով վստահության սրտին։ Եվ վստահությունը, երբ կոտրված է, ամենադժվարն է վերականգնել։ Երանի կենտրոնի փոքրիկ սրճարանում Լիլիթը կապուչինոներ տորթի կտորներ էր մատուցում, նրա պրոֆեսիոնալ ժպիտը թաքցնում էր այն ցավը, որը նա դեռ կրում էր։ Նա գոյատել էր։ Ինչպես միշտ արել էր։ Բայց նրա մի մասը, այն մասը, որը համարձակվել էր երազել ավելինի մասին, սիրո մասին, որը կանցներ սոցիալական արգելքները, այդ մասը կարծես անդառնալիորեն կոտրված էր։ Այն, ինչ նա չգիտեր, այն էր, որ հենց այդ պահին ճշմարտությունը վերջապես բացահայտվում էր։ Եվ որ այդ ճշմարտությունը կլիներ միայն առաջին քայլը փրկության բուժման շատ ավելի երկար դժվար ճանապարհին։ Արադարձային փոթորիկը կատաղում էր երանում այդ կեսօրին։ Ափի սրճարանը, որտեղ Լիլիթն աշխատում էր գրեթե 1 ամիս, գրեթե դատարկ էր։ Այն քիչ հաճախորդները, ովքեր համարձակվում էին դուրս գալ հորթառատ անձրի տակ, նրանց ողջունում էր նա քաղաքավարի ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Կարող եք շուտ գնալ, եթե ուզում եք, Լիլիթ, առաջարկեց պարոն Հովհաննեսը սրճարանի սեփականատերը, մոխրագույն մազերով քնքուշ ժպիտով ծերունին։ Այս անձրի տակ ոչ ոք այլս չի գա։ Նախընտրում եմ մնալ, եթե դեմ չեք, պատասխանեց նա, մանրակրկիտ մաքրելով վաճառասեղանը։ Մայրս այսօր ընկերուհու հետ է, բնակարանն այնքան դատարկ է։ Հովհաննեսը գլխով արեց, հասկանալով։ Ընդամենը մի քանի շաբաթում նա սիրել էր լուռ արդյունավետ երիտասարդ կնոջը, ով երբեք չէր բողոքում, նույնիսկ երբ դժվար հաճախորդները փորձում էին նրա համբերությունը։ Նա գիտեր, որ այդ տխուր աչքերի հետում պատմություն կար, բայց բավականաչափ հարգում էր չհարցնելու համար։ Դռան զանգը հնչեց, հայտարարելով մեկ քաջ հաճախորդի մասին։ Լիլիթը բարձրացրեց աչքերը զգաց, թե ինչպես է աշխարհը կանգ առնում։ Գորգ Մինասյանը կանգնած էր մուտքի մոտ, թրջված անձրից, մուգ մազերը կպած ճակատին, աչքերը հառած նրան այնպիսի ինտենսիվությամբ, որը ստիպեց նրան դողալ։ Լիլիթ, արտասանեց նա, կարծես նրա անունը աղոթք լիներ։ Նա սառեց, այն բաժակը, որը մաքրում էր, գրեթե սահեց նրա հանկարծակի դողացող մատներից։ Ինչ եք անում այստեղ, հարցրեց նա, ձայնը ցածր զսպված, չնայած իր սրտի թրթռոցին։ Պետք էր քեզ տեսնել։ Քեզ հետ խոսել։
Նա մեկ քայլ առաջ արեց, անտեսելով ջուրը, որը կաթում էր իր թանկարժեք կոստյումից սրճարանի մաքուր հատակին։ Այսօր 5 տարբեր սրճարաններում էի։ Գրեթե հանձնվում էի։ Պարոն Հովհաննեսը նայեց մեկին, հետո մյուսին, նկատելով շոշափելի լարվածությունը։ Ես կստուգեմ պահեստը, շշնջաց նա, զգուշորեն հեռանալով հետնամաս։ Մենք խոսելու ոչինչ չունենք, ասաց Լիլիթը, անհարկի ուժով վերսկսելով բաժակը մաքրելը։ Դուք ձեր կարծիքը շատ հստակ հայտնեցիք այդ օրը։ Ես սխալ էի, պարզապես ասաց Գորգը։ Սարսափելի սխալ։ Լիլիթը բարձրացրեց աչքերը, հանդիպելով նրա աչքերին։ Այնտեղ խոցելիություն կար, որը նա երբեք չէր տեսել նախկինում, հում բացահայտ ցավ։ Սոնան աստղիկը թակարդ էին դրել քեզ համար, շարունակեց նա, մոտենալով վաճառասեղանին։ Կարլենն ամեն ինչ բացահայտեց, նրանց միջ էլեկտրոնային նամակները, անվտանգության գրառումների մանիպուլյացիաները։ Նրանք տեղադրել էին ապացույցները, օգտագործել էին իմ համակարգիչը, երբ ես այնտեղ չէի։ Լիլիթը տեղեկատվությունը կլանեց առանց զարմանքի։ Խորքում, նա միշտ գիտեր։ Եվ այդքան ժամանակ պահանջվեց, որ դուք հասկանաք, որ ես անկարող կլինեի ձեզ կողոպտելու։ Հարցը կախված էր նրանց միջ, լի վիրավորանքով։ Գորգը իջեցրեց աչքերը, ամոթը հստակ նրա մարմնի յուրաքանչյուր գծում։ Ես արդարացումներ չունեմ։ Ես թույլ տվեցի իմ անվստահություններին, անցյալի իմ վախերին ավելի բարձր խոսել։ Ավելի հեշտ էր հավատալ, որ դուք բոլոր մյուսների պես էիք, ովքեր պարզապես ցանկանում էին ինձ օգտագործել։ Նա վարանող ձեռք մեկնեց վաճառասեղանի վրայով, առանց դրան դիպչելու, պարզապես լուր հրավեր։ Գիտեմ, որ ներողություն խնդրելը քիչ է։ Հավանաբար անուղղելի է։ Բայց պետք էր, որ դուք իմանայիք ճշմարտությունը։ Որ իմանայիք, որ Սոնան ազատվել է աշխատանքից։ Որ աստղիկին դատի են տալիս։ Որ ձեր անունը մաքրվել է։ Լիլիթը նայեց նրա մեկնած ձեռքին, զգալով հակասական զգացմունքների մրրիկ։ Զայրույթն ու վիրավորանքը դեռ այնտեղ էին, բայց նա թեթացում կար, որ ճշմարտությունը բացահայտվել էր, որ իր անմեղությունը ճանաչվել էր։ Եվ հիմա, հարցրեց նա վերջապես։ Ինչ եք սպասում, որ տեղի կունենա, Գորգ։ Որ ես պարզապես կվերադառնամ, կարծես ոչինչ չի պատահել։ Կարծես դուք չեք կոտրել իմ վստահությունը։ Նա հետ քաշեց ձեռքը, ընդունելով հեռավորությունը։ Ես ոչինչ չեմ սպասում։ Պարզապես ուզում էի, որ դուք իմանայիք, որ մեր միջ եղած այդ պահերն իրական էին։ Գոնե իմ համար։ Զանգը կրկին հնչեց, երկուսն էլ շրջվեցին, տեսնելու պարոն Հովհաննեսին, որը վերադառնում էր հատակի շորով։ Տղաս, դու ամբողջ հատակս թրջում ես, ասաց նա, սկսելով ջուրը չորացնել։ Գորգը շատ ներողություն խնդրեց, օգնելով ծերունուն այդ գործում։ Նրա ժեստերում համեստություն կար, որը զարմացրեց Լիլիթին, հզոր գործարարը ծնկաչոք մաքրում էր պարզ սրճարանի հատակը։ Դե եթե դուք պետք է խոսեք, կարող եք գնալ, աղջիկս, ասաց Հովհաննեսը, նկատելով Լիլիթի հայացքը։ Ինչպես ասացի, այսօր ոչ ոք այլս չի գա։ Նա վարանեց, բաժանված զրույցը շարունակելու ցանկության նորից վիրավորվելու վախի մեջ։ 15 րոպե, վերջապես թույլ տվեց նա։ Առավելագույնը։ Նրանք նստեցին հետնամասի սեղանի մոտ, իրենց միջ 2 բաժակ սուրճ, որպես խորհրդանշական արգելք։ Անձրը շարունակում էր տեղալ դրսում, ստեղծելով հարկադրված մտերմության պղպջակ։ Ինչպե՞ս է ձեր մայրը, հարցրեց Գորգը, անկեղծորեն հետաքրքրված։ Ավելի լավ։ Մենք կարողացանք հանդիպում նշանակել լավ թոքաբանի հետ։ Բուժումն աշխատում է։ Ուրախ եմ դա լսել։ Նա նյարդայնորեն բաժակը պտտեց մատների մեջ։ Լիլիթ, մի բան կա, որ պետք է ձեզ պատմեմ։ Ոչ թե որպես արդարացում, այլ միգուցե որպես բացատրություն։ Նա գլխով արեց, թույլ տալով, որ նա շարունակի։ Աստղիկից առաջ իմ մայրն էր։ Նա թողեց հորս, երբ ես 8 տարեկան էի։ Փախավ մեկ այլ տղամարդու հետ, տանելով ընտանիքի հարստության մեծ մասը։ Հայրս երբեք չապաքինվեց։ Մահացավ մի քանի տարի անց, կոտրված մարդ։ Գորգը դադար տվեց, հին ցավը արտացոլվեց նրա աչքերում։ Ես մեծացա իմ տատիկ Ջունիկի մոտ, միակը, ով ինձ իրականում հավատում էր։ Նա ինձ սովորեցրեց գրքերի մասին, վստահելու մասին։ Բայց կարծում եմ, որ երբեք իրականում չսովորեցի այդ վերջին դասը։ Լիլիթը կոկորդում հանգույց զգաց։
Դրա համար էլ գրքի նվիրատվությունը։ Վստահել սովորելու մասին, ինչպես Բենտինյոն։ Նա տխրորեն ժպտաց։ Նա իմ թերությունները բոլորից լավ գիտեր։ Երբ աստղիկը դավաճանեց ինձ, դա նման էր ամեն ինչ նորից վերապրելուն։ Հաստատեց այն, ինչից ես միշտ վախենում էի, որ արժանի չեմ վստահության, ճշմարիտ սիրո։ Դա ճիշտ չէ, նրբորեն ասաց Լիլիթը, զարմացնելով ինքն իրեն իր համոզմունքի ամրությամբ։ Ոչ, նա բարձրացրեց աչքերը, հանդիպելով նրա աչքերին։ Տեսեք, թե ինչ արեցի ձեզ հետ, Լիլիթ։ Առաջին մարդը տարիներ շարունակ, ով ինձ իրական, ազնիվ բան ցույց տվեց։ Եվ առաջին փորձության ժամանակ ես կասկածեցի։ Այո, կասկածեցիք։ Եվ դա ինձ խորապես ցավեցրեց։ Նա խորը շունչ քաշեց, մտքերը կարգի բերելով։ Բայց ես նա հասկանում եմ վախը։ Հասկանում եմ, թե ինչ է նշանակում մեծանալ, սպասելով, որ մարդիկ կհիասթափեցնեն քեզ։ Լռություն տիրեց նրանց միջ, այլս մեղադրանքներով լի չէր, այլ փոխադարձ հասկացողությամբ։ Ինչ պատահեց աստղիկի հետ, հարցրեց Լիլիթը վերջապես։ Նա բախվում է փաստաթղթերի կեղծման զրպարտության համար դատական գործին։ Նրա ընտանիքը փորձում է ճնշել գործը, ակնհայտորեն, բայց նա ուսերը թոթվեց։ Այս անգամ ես պատրաստ չեմ թույլ տալու, որ դա անցնի։ Իսկ Սոնան ազատվել է աշխատանքից։ Բոլոր բացասական հղումներով, որոնք ես կարողացա օրինականորեն տրամադրել։ Նրա աչքերով զայրույթի կայծ անցավ։ Ամենաշոկայինը պարզելն էր, որ նա տարիներ շարունակ սաբոտաժ էր անում այլ աշխատակիցների նկատմամբ։ Կարծես նա ինձ նկատմամբ մի տեսակ հիվանդագին մոլուցք էր տածում։ Լիլիթը գլխով արեց, հիշելով տնային կառավարիչի տիրական հայացքը։ Եվ հիմա, կրկին հարցրեց նա, հարցը լի չասված իմաստներով։ Գորգը վարանեց, խոսքերը զգուշորեն ընտրելով։ Հիմա, ես կցանկանայի երկրորդ հնարավորություն։ Ոչ որպես տեր սպասուհի։ Ոչ այդ տանը, իր վատ հիշողություններով։ Այլ որպես Գորգ Լիլիթ, երկու մարդ, ովքեր միգուցե հատուկ մի բան ունեն, եթե պատրաստ են նորից փորձել։ Առաջարկը կախված էր նրանց միջ, նուրբ, ինչպես օճառի պղպջակ։ Չգիտեմ, կարող եմ կրկին վստահել ձեզ, անկեղծորեն խոստովանեց Լիլիթը։ Հասկանում եմ։ Նա գլխով արեց, ընդունելով։ Բայց ես պատրաստ կլինեի սպասել։ Ապացուցելու ժամանակով գործողություններով, ոչ թե բառերով, որ կարող եմ արժանի լինել ձեր վստահությանը։ 15 րոպեները վերածվեցին 1 ժամի, իսկ ժամը 2-ի։ Նրանք խոսեցին, ինչպես երբեք չէին արել նախկինում, առանց դասակարգային արգելքների, առանց անցյալի ստվերների, որոնք մտնեցնում էին յուրաքանչյուր բառ։ Նրանք խոսեցին սիրելի գրքերի, հետաձգված երազանքների, խորը վախերի մասին։ Եվ երբ վերջապես դուրս եկան արդեն աստղազարդ գիշեր, փոթորիկն անցել էր, ինչ-որ բան փոխվել էր նրանց միջ։ Կարող եմ ձեզ զանգահարել, հարցրեց Գորգը, կանգնած իր շքեղ մեքենայի կողքին, որը անտեղի էր թվում այդ պարզ փողոցում։ Լիլիթը վարանեց ընդամենը մի պահ։ Այո։ Բայց, Գորգ, այս անգամ դանդաղ գնանք, լավ։ Առանց ճնշման, առանց սպասումների։ Նա ժպտաց, անկեղծ ժպիտով, որը լուսավորեց նրա աչքերը։ Որքան ժամանակ պահանջվի։ Հաջորդ շաբաթներին տարօրինակ պարզ սկսվեց։ Գորգը ամեն օր զանգում էր, պարզապես խոսելու համար։ Երբեմն հայտնվում էր սրճարանում նրա համար նոր գրքով։ Այլ դեպքերում ծաղիկներ էր ուղարկում տիկին Սիրանուշին, ով սկսեց աջակցել զղջացող տղային, ինչպես նա էր անվանում նրան։ Լիլիթը պահպանեց իր աշխատանքը սրճարանում, նրբորեն մերժելով Գորգի առաջարկները ֆինանսապես օգնելու համար։ Ինձ պետք է իմ անկախությունը, բացատրեց նա։ Պետք է իմանամ, որ ձեզ հետ եմ ընտրությամբ, ոչ թե անհրաժեշտությամբ։ Նա հարգեց նրա որոշումը, թե կարողացավ կապերի միջոցով ապահովել, որ տիկին Սիրանուշը ստանա լավագույն հասանելի բժշկական բուժումը։ Դա ձեզ համար չէ, պնդեց նա, երբ Լիլիթը բողոքեց։ Դա որովհետև ձեր մայրը արժանի է դրան։ Սկզբնական հաշտեցումից 1 ամիս անց, երանը ցնցվեց պայթուցիկ նորությամբ։ Գորգ Մինասյանը, մեկուսացված տեխնոլոգիական գործարարը, բացառիկ հարցազրույց էր տվել երկրի խոշորագույն թերթերից մեկին։ Հոդվածում նա հրապարակայնորեն խոստովանել էր իր սխալը, անարդարացիորեն մեղադրելով նախկին աշխատողին։ Ես սարսափելի սխալ եմ գործել, հիմնվելով արմատացած նախապաշարմունքների վախերի վրա, ասվում էր առանձնացված մեջբերման մեջ։
Լիլիթ Գորգյանը բնավորության ամբողջականության կին է, ով դաժան դավադրության զոհ է դարձել։ Ես ամբողջ պատասխանատվությունն եմ կրում նրա դեմ կատարված անարդարության համար։ Լիլիթը հոդվածը կարդաց արցունքներով։ Դա ոչ միայն ներողություն էր, այլ նրա անվան հանրային վերականգնում։ Այն դռները, որոնք փակվել էին, սկսեցին կրկին բացվել։ Այդ կեսօրին, երբ Գորգը հայտնվեց սրճարանում, նա նրան դիմավորեց անսպասելի գրկախառնությամբ, առաջին ֆիզիկական շփումը այն օրվանից, երբ նրանք վերամիավորվել էին։ Շնորհակալություն, շշնջաց նա նրա կրծքին։ Պետք չէր դա անել։ Պետք էր, այո, պատասխանեց նա, նրբորեն պահելով նրան։ Դա նվազագույնն էր, ինչ կարող էի անել։ Մաքրել ձեր անունը, ինչպես պետք է արվեր ի սկզբանե։ Գրկախառնությունը նշանավորեց նոր փուլ։ Աստիճանաբար վստահությունը սկսեց վերականգնվել, աղյուս առ աղյուս։ Նրանք ընթրիքի էին գնում պարզ ռեստորաններում, որտեղ Լիլիթն իրեն հարմարավետ էր զգում։ Զբոսնում էին ափով, խոսելով ապագայի մասին։ Եվ մի արոտ կիրակի կեսօրին, վերջապես նորից համբուրվեցին քաղցր խոստումնալից համբույր, որը խոսում էր նոր սկիզբների մասին։ Մի բան ունեմ ցույց տալու ձեզ, ասաց Գորգը մի օր, իրենց վերամիավորումից 2 ամիս անց։ Բայց պետք է, որ ինձ վստահեք։ Նա նրան մեքենայով տարավ ծովափնյա հանգիստ թաղամաս, ոչ այնքան շքեղ, որքան Դավթաշենի բարձունքները, բայց այնուամենայնիվ հաճելի անվտանգ։ Կանգ առավ համեստ, բայց հմայիչ տան դիմաց, լայն պատուհաններով փոքրիկ այգիով։ Ինչ է սա, հարցրեց Լիլիթը, շփոթված։ Նոր սկիզբ։ Գորգը բռնեց նրա ձեռքը, նրան առաջնորդելով դեպի դուռը։ Ես վաճառեցի առանձնատունը։ Այն շատ վատ հիշողություններ ուներ, ձեզ համար, ինձ համար։ Մտածեցի, որ կարող էինք նոր բան սկսել չեզոք վայրում։ Նա բացեց դուռը, բացահայտելով հյուրընկալ ինտերիեր, զարդարված էլեգանտ պարզությամբ։ Հյուրասենյակի պատերից մեկի վրա առանձնանում էր գրքերով լի դարակը։ Դուք նոր տուն գնեցիք, Լիլիթը շփոթված էր։ Ես տուն գնեցի, նրբորեն ուղղեց նա։ Եթե դուք երբեք ցանկանաք այն կիսել ինձ հետ։ Երբ պատրաստ լինեք։ Եթե պատրաստ լինեք։ Լիլիթը լուրջ շրջեց սենյակներով, կլանելով ժեստի իմաստը։ Դա պարզապես տուն չէր, այլ մտադրությունների հայտարարություն, շոշափելի խոստում։ Ձեր մոր համար հատուկ սենյակ կա, բացատրեց Գորգը, ցույց տալով լայն արոտ սենյակ, ծովի տեսարանով։ Բոլոր այն հարմարեցումներով, որոնք բժիշկը խորհուրդ էր տվել նրա շնչառությունը հեշտացնելու համար։ Արցունքները, որոնք Լիլիթը զսպում էր, վերջապես հորթեցին։ Ինչու եք այս ամենը անում։ Գորգը բռնեց նրա ձեռքերը, նրա աչքերին նայելով բացարձակ խոցելիությամբ։ Որովհետև ես սիրում եմ քեզ, Լիլիթ։ Որովհետև դու ինձ սովորեցրիր, որ մարդու իրական արժեքը ոչ թե նրա բանկային հաշվի մեջ է, այլ նրա սրտի մաքրության մեջ։ Եվ որովհետև, եթե դու ինձ պատիվ տաս քո կյանքը կիսելու, խոստանում եմ ամեն օր փորձել արժանի լինել այդ նվերին։ Դա առաջին անգամն էր, որ նա ասում էր այդ բառերը, սիրում եմ քեզ, դրանք կախված էին նրանց միջ օդում, լի իմաստով։ Ես էլ եմ քեզ սիրում, խոստովանեց Լիլիթը վերջապես։ Կարծում եմ, երբեք չեմ դադարել, նույնիսկ երբ այդքան ցավում էր։ Հաջորդ համբույրը տարբեր էր բոլոր նախորդներից, այլս արգելքներ, վախեր կամ վերապահումներ չկային։ Դա լիակատար ընդունման, ներման խոստման համբույր էր։ 3 ամիս անց լողափում կայացած պարզ արարողության ժամանակ, ընդամենը մի քանի մտերիմ ընկերների շողշողուն տիկին Սիրանուշի հետ, որպես ընկերուհի, Լիլիթը Գորգը ամուսնացան։ Ավելորդ շքեղություն կամ էքստրավագանտություն չկար, պարզապես 2 մարդ, ովքեր, ցավի ներման միջոցով, գտել էին ճշմարիտ սեր։ Ես երբեք չէի մտածել, որ քեզ նման մեկին կգտնեմ, ասաց Գորգը իր ուխտի ժամանակ, ձայնը լի հուզմունքով։ Մեկին, ով ինձ կսովորեցներ, որ ամենակարևոր գրքերն այն գրքերն են, որոնք մենք գրում ենք մեր սեփական ընտրություններով, օրեցօր։ Եվ ես երբեք չէի պատկերացնի, որ այսօրվա նման օր հնարավոր կլիներ, պատասխանեց Լիլիթը, սեղմելով նրա ձեռքերը։ Բայց դու ինձ ցույց տվեցիր, որ երբեմն հեքիաթները արքայազնների մասին չեն, որոնք փրկում են աղջիկներին, այլ 2 անկատար մարդկանց մասին, ովքեր ընտրում են հավատալ միմյանց չնայած ամեն ինչին։ Նրանց նոր կյանքը հաստատվեց զարմանալի բնականությամբ։ Լիլիթը վերջապես իրականացրեց ուսումը շարունակելու երազանքը, ընդունվելով գրականության ֆակուլտետ։ Գորգը վերակազմակերպեց իր ընկերությունը, առաջնահերթություն տալով աշխատանքի անձնական կյանքի հավասարակշռությանը։
Միասին նրանք ստեղծեցին գրագիտության հիմնադրամ, որը գրադարաններ էր տեղադրում կարիքավոր համայնքներում։ Ամուսնությունից 1 տարի անց մի արոտ կիրակի առավոտյան Լիլիթն արթնացավ, իրեն տարբեր զգալով։ Նրա մարմնում նորություն կար, նուրբ, բայց անհերքելի փոփոխություն։ Թեստը հաստատեց այն, ինչ նրա սիրտն արդեն գիտեր։ Երեխա էր գալիս։ Երբ նա լուրը հայտնեց Գորգին, նա առանց զսպվածության լացեց, գրկելով նրան, կարծես նա աշխարհի ամենաթանկարժեք գանձը լիներ։ Ընտանիք, շշնջաց նա նրա մազերին։ Մեր ընտանիքը։ 7 ամիս անց աշխարհ եկավ փոքրիկ Միքայելը, հոր մուգ աչքերով, մոր պայծառ ժպիտով։ Ծովափնյա տունը, նախկինում հանգիստ, լցվեց ծիծաղով, լացով, ուրախ խառնաշփոթով, որը միայն երեխան կարող է ստեղծել։ Տիկին Սիրանուշը, ում առողջությունը զգալիորեն բարելավվել էր համապատասխան բուժումով, դարձավ խելագար տատիկ, թոռնիկին լցնելով պատմություններով օրորոցայիններով։ Մի գիշեր, երբ նրանք դիտում էին Միքայելին, քնած իր օրորոցում, Գորգը Լիլիթին գրկեց հետից, կզակը դնելով նրա ուսին։ Գիտեք, թե ինչն է ինձ ամենից շատ տպավորում, շշնջաց նա։ Ինչպես կարող էր այդքան կատարյալ մի բան ծնվել այդքան սխալներից, հաջողություններից, այդքան ցավից, բուժումից։ Այսպես են գրվում լավագույն պատմությունները, պատասխանեց նա, շրջվելով դեպի նրան։ Իրական, թերի կերպարներով, ովքեր սիրո մեջ փրկություն են գտնում։ Եվ մինչ նրանք համբուրվում էին լամպի նուրբ լույսի ներքո, Լիլիթը մտածում էր, թե ինչպես էր փոխվել կյանքը առանձնատան գրադարանում առաջին հանդիպումից ի վեր։ Ճանապարհը հեշտ չէր եղել, կային կասկածներ, դավաճանություններ, բաժանումներ։ Բայց յուրաքանչյուր խոչընդոտ ծառայել էր միայն ամրապնդելու այն, ինչ նրանք այժմ ունեին։ Սեր, որը կառուցված էր ոչ թե կատարելության վրա, այլ իրենց անկատարությունների փոխադարձ ընդունման վրա։ Դրսում Երանի ծովը շարունակում էր իր հավերժական բերուվարը ափի դեմ, լուռ վկա այն բանի, թե ինչպես էին երկու մարդիկ, թվացյալ անհամատեղելի աշխարհներից, գտել, հարգանքի վերականգնված վստահության մեջ, իրենց սեփական հավերժության կտորը։ Պատմության ավարտը սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Լիլիթի Գորգի պատմությունը դիպել է ձեր սրտերին։ Այս հուզական ճանապարհորդությունը շարունակելու համար մենք հատուկ երկացանք ենք պատրաստել, նույնքան գրավիչ պատմություններով։ Գտեք այն այստեղ, սեղմելով ձախ կողմում։ Եթե ձեզ դուր եկավ հաղթահարման ճշմարիտ սիրո այս պատմությունը, մի մոռացեք բաժանորդագրվել, մեր ալիքին թողնելը հավանել տեսանյութի տակ։ Ամեն օր մենք եզակի պատմություններ ենք ներկայացնում, որոնք ուսումնասիրում են կյանքի մարդկային զգացմունքների բարդությունը։ Իսկ դուք երբ ապրել եք սիրո պատմություն, որը հաղթահարել է արգելքներն ու նախապաշարմունքները։ Պատմեք մեզ մեկնաբանություններում։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր սիրո փրկության ճանապարհորդությունները իմանալուն։